Арпи. Арпи, спаси. Ну говори же, говори, Мко. Ой, սպանեցին, ասարփի, 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 ասար։ Ես ասան եմ, ես արջուկը։ Ու քանի որ ինձ սպանում են այստեղ իմ գործընկերները գրեթե ասում են սկսիր, արփի, սկսում եմ։ Страшно, очень страшно. Мы не знаем, что это такое. Если бы мы знали, что это такое, мы не знаем, что это такое. Բարև ձեզ սիրելիներ։ Եթերում էլի մենք ենք օվերդոզչիները, բարև նրանց ովքեր սիրում են մեզ, ովքեր չեն սիրում մեզ։ Չսիրող չկա այդ։ Հայսկական։ Կոմենտներում կա։ Չկար այս շաբաթ։ Քիչ, sense հազվագյուտ երևույթ։ Արդեն սկսել Սաղին ես չես սիրել։ Արդեն մեծամտացա։ Չէ, այն որ անցյալ Սաղին հաղորդման հիշում եք, որ չեզոքացրել ասացի ով անկապ կոմենտ գրի մմզպպզ, մարդիկ Մմզպպ-ը եղել փաստորեն։ Այս երկրում երկու հոգու սպառնալիք կա տեղ հասնում։ Ռիփսիմեի ու երկու գլխավոր գերագույն վարչապետի։ շարունակ։ Լավ, Մեկնաբանություններից։ քո սիրելի գործն արի դու կարդա։ Ինչի՞ այդ մենակ ես եմ մեկնաբանությունները։ Հա, հավեսով ես ասում։ Ուսումնասիրում ես։ Նախ, ինչ Արայիկ Չոբունույան գրելա ռիփսի մեխի արփին գլխարկ չես հագցնում։ Մեղա տերսում Գևորգ։ Վեկալ։ Լավ։ Բայց ինձ ասում։ Նորմալ է։ Լսպասակն է։ Լսի ճիշտ են ասում, խի չես հագցնում ինձ գլխարկ։ Ասեք լավա չեք ասում, խի արփին չեք տնա, կերցնում, խմցնում։ Կարող արփին Ճիշտ են ասում, մարդիկ ճիշտ բաներ են խնամատարը տեմ, ինչը տեմ, խնամակալը տեմ։ Հիմա եթերը անգեր, եթերը նստի մարդիկ են միլիոն ու կես մեզ։ Գազարն է այս անգամ։ Հա, այս անգամ գազարն է, քանի որ վարչապետը գիտեք, գնացել այս անգամ Քարոզարը Շավարեն Արամուսում, այնտեղ գազար էին կծում, ինքն ու Ալեն Սիմոնյան, դրա համար գազարի թեմատիկայի մեջ է այսօրվա իմ լուքը, այսպես ասած։ Մի խոսքով հաջորդ անգամ ինձ կհագցնես գլխարկ եղավ։ Կկատարես։ Այս նույն Արայի կանոնով երիտասարդը գրել է այ Ռիփսիկ ջան, էլի overdose է եղել, բայց այդքան էլ ուրախ չեմ, կեսա ռուսերեն, կեսա լատինատար, մի խոսքով ուրախ չեմ, որ չեք հրավիրում ինձ նստեմ քո ու արփի մեջտեղում սուսուփուս նայեմ այդ կայֆ հաղորդումը։ Մի օր ակտիվ մեկնաբանություններ թողեք, մի օր անպայման հրավիրելու ենք։ Մեր ամենաակտիվ հետևորդներից Գևոր Ստեփանյանը գրել է աղջիկներ ջան, լույս եք, ապրեք, կեցեք, ծլեք, ծաղկեք, զորանաք ու գրել է արփի ջան, ձեզ էլ է վերաբերում։ Միրապե այսինքն փայլակ։ Չէ, ինձ թվում է Ռիփսիմեի դուքով է Իմ հետ խոսում։ դուք Շատ հարգանքով է մարդը Լավ, վերաբերվում։ լավ։ Ու նայեք ինչա նկատել մեր եղբայրը, գրել է փայլակը Դուբայից հետո ինչ որ տենց առանձին սկսեց նստել, անսովոր է մի տեսակ։ Հարգելի պարոն Չէ, Ստեփանյան։ չկա տենց բան էլի։ Ինչ Դուք չկա, կարա մարդը փաստեք, նկատել դուք է։ փաստեք տենց բան կա։ Ճիշտ են Փոխվել եմ ես։ ասում։ Բա այնքան լորդերի հետ տվեց առավ շեյխեր, մեխեն, ասես դուք ով եք вообще, որ ես ստեղ նստեմ ձեր հետ ձեր Չէ, ես կողքին։ այս սպասից այդտեղ ցախծիկին կնայեմ ու կասեմ, որ չկա նման բան, ավելին առաջարկում եմ, որ հենց հիմա կարանք փոխենք, որպեսզի մարդկանց տենց Չինգաչստի կասեն ահա հիմա այնիա։ Չէ, Եկեք եկեք չինգաչուն ցելակցենք, գանենք, լավ։ եկեք ցելակցենք։ Բայց ես մի տեսակ ստեղ խորմարվել եմ անկեղծ ասած։ Չէ, մենք պետք է մարդկանց Լավ որ դու եղավ տեղդ կտաս ինձ։ Ռիփսիմեն ուզում աստեղ հետ կա չգիտի ինչ արի, Բայց հավա այդ ոնց կոմենտը դու ենք ես գրել հասկանալու, երևի։ սկզբունքը ասեք։ Այս կոմենտը ես չեմ Սկզբունքը գրել։ ասեք, ոնց ենք հասկանալու։ Ով որ տարբերվի հակառականի ինքը կնստի։ Այսինքն եթե Եթե երկուսը մի բան անեն, խնդրեմ։ ցելա չես գցել հետ։ Սենց ենք սում։ Սենց գցում ես երախան չի խաղացել։ Ես չինգաչուն կեի առաջարկում։ Ցելա։ Contrem. Ընդմիջում։ Գովազդային ընդմիջում։ Փայլոկն են հենց սպիտակ շալվարը հագել։ Ոչ, չեմ տալիս տեղ։ Օ, Դժվար։ Բայց ասեմ քեզ տեղ ավելի լավ է։ հա, գիտեմ ես, Հայրեմ իմ համար սենց։ Խիստեղ չես կարող հենվես։
Չէ, անհարմար շատ է, լավ է։ Այդտեղ լայն է մի քիչ։ Լեն, բաց, լեն ու Եկար, Ես ինտեղից շատ գոհ եմ։ ապրեք, պարոն Ստեփանյան, իմ տեղի համար այդպես միշտ պայքար է։ Ապրես ռիպսի ջանքով ֆեյքով լավ զարգացնում ես։ Ֆեյք չէ։ Ու այս մարդը գրել է ես մնում եմ, միկրոֆոնը ուղեմ։ Ասենք այս ընթացքում մարդիկ կարային մեր հաղորդման հովանավորների գովազ դնային, բայց քանի որ մենք գովազ չունենք, արագացված Հա, բայց ոչ մեկին չի խանգարում, որ դառնան հովանավոր։ Իմ քարտի համարը կդաշեմ տակը։ Մենք էլ քարտ ունենք։ Սիրո որով փոխանցումները կարող եք Քարտ ունենք, նենցա որ։ Դուք եք քարտ ունեք, ձերինի մի թիվը մի քիչ թարս կգրեմ, որ ոնց գցեն ինձ գա։ Լավ, parza հաջորդ մեկնաբանությունը նախ այս մարդը նույն մարդը գրել էր, որ մնում եմ իմ կարծիքին շաբաթվա մեջ մի անգամը քիչ է overdose անելու, որ մենք էներգիա չունենք, մենք ժամանակ չունենք, ախր մենք էլ ենք մարդ եմ, որ ասում Ի եմ վերջո։ Արփի նեղացրել ես խեղճ Հայց մարդուն։ պասը ես ասեմ էլի, որովհետև անձնապես ինձ էր դիմել։ Հա, բայց պասի կարդամ ինչ ոնց է դիմել նոր։ Ես կոմենտներ չեմ Դե կարդում։ Մինասյան U7-ը, էլի նախորդ օկտատերը, որը Արփին ասել էր գյուղ հարց եմ ուզում Արփին տանեմ, անեն մի հատ բան ասեց հուշ տարեց մարդուն, Ծապտվեց իր գլխարկից։ Լոգոն փոխվեց։ Վատ բան է, իր ուզում Նորից ասել։ ասել։ Ռիպսի մի աղջիկ հիմա էլ են կողմից։ Հանի։ անավ գլխարկս անև ռադանը։ Իսկական մարդիկ տեսան արդեն նոր լուք։ Հա, բանը, ուրեմն անենց մի հատ հուշ տարեց մարդուն, որ խեղճը գրել է Փայլակ ջան, ու էլ քո հետ չի խոսում, вообще տավար։ Փայլակ ջան, Արփին ասա, որ տնփիսոն ավելորդ էր։ Մի խոսքով լինում է մարդը զույգերի մեջ։ Շատ է լինում։ Արդեն հրճակեցի մի զույգ։ Դու որպես բանը նշանված մարդ գիտի, զույգերի մեջ շատ է լինում նման բաներ, մանավանդ որ խառնակիչները շատ են լինում, կլուծվի այս հարցը։ Չմտածես ընկեր։ Հետո էլ ինչ կա, մյուսը այասա օկտա աննով օկտատերը գրելա զգույշ մնացեք երեխեք, տենց որ շարունակվի, ձեզ էլ կպետականացնի։ Նիկոլ Փաշինյանի երեք նկատի ունեմ, որ տարբեր բաներ ասել էր պետականացնելու եմ, Այս սեփականացնելու եմ, պատկերացնում եմ, ասենք Արփի պոակ, Փայլակ պոակ, Ռիպսի մի պոակ։ Պետական ոչ առևտրային։ Այո։ Ընդհանուր մեկնաբանությունները շատ լավն էին, շատ ջերմ էին, բոլորիդ, ահա որ շնորհակալ ենք, շարունակեք նույն տեմպով, սրտիկներ, անսպառ գովեստի խոսքեր, շարունակեք նայել overdose եւ լինել մեր overdose-ի ընտանիքի անդամ, այսպես ասած։ Հիմա սկսենք շաբաթվա իրադարձային նյութերը, Արփի սկսիր։ Օ, գողացել էին։ Չէ, եկեք սկսենք գլխարկներից։ Քո գլխարկը բան։ Եկեք սկսենք գլխարկներից։ Ինչ լուքով էին ներկայացել մեր ղեկավարները հանրապետության հրապարակում զինվորական շքերթի ժամանակ։ Գազարի լուքով, Չէ, նայենք, տեսեք։ Ինձ թվում է, օրինակ Փաշինյանը իր գլխարկի գույնը բռնացրել է Սևանի գույնի հետ։ Չէ, այն կապուտ լոգոյի է ինձ թվում է բռնացրել։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, տեսեք, Խաչատրյանի Սևանի լճի նման սենց Պալոսկով կապույտ է տարել։ Չէ, բայց օրինակ շկա զորահանդեսին, այս կոստյումը, գլխարկային, ինչ-որ նոր ոճ է։ Շերլոկ Հոլմսի ոճով է մի տեսակ։ Իսկական ինձ էլ, այսինքն այս ինչ ոճ է։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքիր էր Խաչատուր Վահագն Խաչատուրյանի կեպին, այն պատանյակի կեպին։ Կամ գրել է, որ արևը չխփի, ենթադրում եմ։ Ասեք ժողովուրդ, ինձ եք գրում գլխարկը տայր Արփին, մի հատ Խաչատուրյանին դիմեք։ Բայց այս գլխարկից ես նկատեցի, որ մի պահ էլ նաև բաներ Ալեն Սիմոնյանը ուներ գլխին։ Սենց գլխարկներ, չէ, կեպիներից։ Չէ, այսօրը, հա, բայց տեսակ չեմ հավատում։ Նստած ժամանակ, այո, ես տեսել եմ, ուներ, իսկ թվում է սա բաժանել են։ Բայց օրինակ հիշում եք, որ 18 թվին Փաշինյանը հրաշով ուսապարկով եկավ, իրանց համարյա սաղ թիմը, այն որ պատանյակներ էին ուղղակի, որ թրաշը չկար, անկապ թրաշ էին պահում, թրաշներով դարան բոլորը։ Չէ, որ սենց ծլարցակած էլի ոնց ասեմ, որ սենց քիչ ցանցար թրաշ։ Маленький мудесо, борода растет, да мы хорошо. Չգիտեմ, դա ճիշտ է թե չէ, քյոսա են ասում, ինչ է, որ չկա։ Հա, տատս քյոսա էր ասում։ Քոսա կպել, հա, որ թափվել է, էլի նկատում, հա։ Քիչ սենց ծրտած։ Չէ, բայց այս շաբաթ տեղի ունեցավ Չէ, այդ մի րոպե ինչ էի ուզում ասեի։ Այդ որ հրաշով էին, չէ, բոլորը դարել։ Հիմա որ Փաշինյանը սկսեց այդտենց բաներ դնել, ու պատկերացնում եք, ասենք ՊՆ նախարարով, բանով բոլորը սկսեն այտենց ցիլոներով արդեն պատտվել։ Այդ լուքը այտենց գլամուրնի դառնա, էլի, այսպես ասած։ Այլա կդնես տես ցիլո երբեք։ Ես կառավարության անդամ չեմ։
Չէ։ Ընդհանրապես, ընդհանրապես։ հա, ոչ էլ առավել եւս։ Ճուծում հասկանամ, քեզ նախընտրելի է ձև, Չէ, ես չեմ սիրում, չեմ սիրում Արփիջան, շնորհակալություն։ Վերջ։ Խնդրեմ նորեն համեցեք։ Բայց ունեցանք այս շաբաթ զորահանդես, որը Հա, ժողովուրդ, ստեղ ես առանձնացրել եմ։ Մենք առանձնացրել, որի մասին պետք է խոսենք։ Հա, ուրեմն առաջին անգամ եղածների էլի։ Տեսեք, երազիմ երկիր հայրենին հայոց բանակի երբեմնի օրներգը չի հնչել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ընտիր զենքերը տեսել եք։ Մի հատ մինուս է գտել երազիմ երկիր հայրենին չի։ Խնդիրները նկատել է բարձրաձայնելն է։ Ասա, հələ թվարկի տենամ էլ ինչ մինուսներ եք նշում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորքին դիմելիս մոտավորապես մարդկանց մոտ տենց տպավորություն ա եղել, որ ոնց որ քարոզարշավային ինչ որ արտահայտություններ անի, փառք նահատակներին կեցե, այս հիմնական Փաշինյանի բառապաշարն է, գեներալական համազգեստը դարձել է մանուշակագույն։ Հա, այդ համազգեստային փոփոխությունները շատ սոցիալական ցանցերում այդ մասին աստղերի փոփոխությունը ինչ որ երկրի նույն Ադրբեջանին էին նմանացրել աստղերը ասում էին հետո չգիտեմ հնգաթև աստղի փոփոխությունն է շատ տարօրինակ այո փոխվել է զինված ուժերի զինանշանը այսա մեծ քննարկման Արդեն Հայաստանի բանակի չէ, հայոց բանակի չի, Հայաստանի բանակա, իսկ բնականաբար այդ զինանշանը նաև Հայաստանի պատմություն դառավ, հերթով կփոխեն։ Իրական Հայաստանի քարտեզով։ Հիմա եկեք մի հատված մեր աբոյի ռեպորտաժից դիտենք, դրանից հետո նորից շարունակենք։ Հանրապետության հրապարակում ազգային պատկերասրահի վրա դեռ շողշողում է Հայաստանի զինված ուժերի զինանշանը, որտեղ գաղափարաբանական թերություններ է նկատել Պաշտպանության նախարարությունը ու փոխել այս մեկով։ Նոր զինանշանում բաց է արծվի կտուցը, դա միակ տարբերությունն է, որ դուր է եկել հայագետ Հայկազոն Ալվրդյանին։ Զինանշանագիտության տեսակետից փակ բերանով արծիվ կամ փակ բերանով արյուծ չի կարելի նկարել, արգելված է։ Լավ են արել, որ այս իմաստով արծիվի բերանը բացել է։ Պաշտպանության նախարարության հրապարակած հոլովակում բացատրվում է, թե փակ կտուցը ոչ մարտական վիճակ է նշանակում։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ։ Տասնամյակներ փակ կտուցով արծիվներ զինանշանին, բայց արդյոք դա է վերջին 3 պատերազմներում պարտությունների պատճառը, հարցնում է Ալվրդյանը։ Բանակի տղաները մեր արծիվներ են իսկապես բաց երախով արծիվներ են։ Նրանք բաց երախով արյուծներ են։ Նրանք իսկապես կռվող են։ Գիտեք, մեր զինվորները 44 օր ինչ ահռելի ուժի դեմ են պայքարել։ Բաց կտուցով արծիվ պատկերելով իրականությունից չես փախչի, ասում է հայագետը։ Սրանք հրամայել են բանակին հետ քաշել, այսինքն փակել արծվի եւ արյուծի երախն ու նրանց բերանները փակել մի խոսքով, մարդու բերանը փակել, զինվորի։ Ժողովրդավարական ենք, որ դաժե այս ժամանակ արծվի բերանն է բացվել։ Կարող է նախկինում արծիվը բերանը բացել։ Ասեն սաղիթ բերանը բացինք, մեր արծվինն է բացինք, այդ է ուզում։ Տենց բաներ խոսել։ Բայց հայոց արծվի չէ, էլի Հայաստանի արծվի բերանն են իրանք բացել, բայց մի բան առաջին ժամանակ որ Նիկոլ Փաշինյանը նոր վարչապետ ընտրվել, ինչ որ 100 փաստեր էր առանձնացնում, ասենք ընձառյուղը վերադարձել է, չգիտեմ ինչ եղել։ Ամուսնալուծվել է 10 կին։ Ու հիմա ասենք արծվի կտուցը բացվել է։ Ամուսնալուծություն, ամուսնի սաղ իրան էր վերագրում։ Ընձառյուծը լավ, ես էլ հիշեցի, հա։ Հաստ 101 արծիվը բացել է բերանը։ Ռեկորդները խփել եմ արտահայտեն։ Բայց նայեք, ես ոչ զինանշանագետ եմ, ոչ խորհրդանիշների տենց գիտակներից եմ, բայց առաջին ասոցիացիան որ տենում եմ արծիվը սենց այս մի կողմը սենց դրել է խաչը, այս մի կողմը թուրը, նես տպավորություն ոնց պատարակախ դանակ լինի։ Նանի, օմայեվա, մո սինդեյրու։ Նիկոլ Փաշինյանի բանն է, էլի, ախորժակին մոտեցող, չասեմ լրիվ տոշնի նույնը, բայց ես մոտեցող արծիվներից եմ, որ ասում եմ, հաց, Թե չէ, Դերեք ուտե։ Միակա բան ասում ես, մեզ ես միշտ չէ որ ասենք, հա։ Ասեք հա։ Կառավարությունը ես եմ։ Լսի, Բեմը տենց ասոցիացիա չի։ հրի, բայց ասեցին այդ գիտես չէ, խաչը որ ձախ ձեռքում է, դա էլ է վատ նշան։ Խաչը ձախ ձեռքում։ Լավ դուք էլ քանի կար բան եկել ասում որ ընդհանրապես խաչ կա։ Մարդիկ խաչը սենց բացել են դրել են դեմները, ասում եք ձախ ձեռում, հա։
աչումներ կասեք ձախում թուրնա ձախը փուլա լավ չի խփի։ Ես ինչքան հիշում եմ դրա մեջ նույնիսկ հումոր չէր տեսել, ինչքան հիշում եմ այդ մեկնաբանությունը կարդալուց Տոտոն ծաղրանկարիչ ինքն էր ասում, որ ընդհանուր մեր ավանդության մեջ ավանդույթների Չէ, բայց նայեք, այդ ամեն ինչը բարձ էր, բայց նաև այնտեղ մենք զինտեխնիկա տեսանք, չէ, որը եւս զորահանդեսին, որը ինչ որտեղ կարա լինի գովելի, ինչ որ միտեղ նաև քննադատելի, ինչին անդրադարձել էին հենց քննադատողները ու դրանցից մեկն օրինակ ավականու անդամ էր Երևանի, որը գրել էր, որ այդ զինտեխնիկաները, չգիտեմ, օրինակ սրանք ասում է պետք է անցնել մենակ Փաշինյանի ասֆալտի վրայով, այսինքն մարզերում հողոքարու, չգիտեմ, այս հենց այդ բաների համար են։ Պլաստմասից է արկերը։ Չէ, նայի ասում են այս կարգի տեխնիկան պիտի դե դիրքեր բարձրանա, ինչի համար պիտի թրթուրներ կամ լավ սենց անվադողեր ունենա։ Իսկ սրանք հա, բայց նայի Երևանի փողոցներում հո թրթուրներով չէին բերի անցկացնեին, որ հրապարակի ասֆալտը բան լիներ։ Չէ, բայց դրան է տարբերակը։ Ինչ տարբերակ։ Հատուկ բաների վրա բերածը ոնց է մյուս թրթուրավոր եկել է զորահանդեսի ժամանակ։ Բերում էին հատուկ։ Չէ, բայց այս զորահանդեսի ժամանակ չէ։ Դե դրա համար չեն դրել, որ ասֆալտը չփչացնեն մարդիկ։ Դե թրթուրավորը սովորաբար Հիմա եթե բարձվի, որ չունենք անվադող, որը ի վիճակի այդ տեխնիկան հասցնի մոտ, որովհետև ըստ այդ խոսակցությունների 15 կիլոմետր հեռավորության վրա են իրանք աշխատում։ Երևանից չեն հասցրել են ձեր համար հրապարակ հերիք չի մի հատ ոնց հասցնենք ինչը ոնց հասցնենք ոնց կուզեք հասցրեք այդ մարդիկ առել բերել են դրել են ձեր դեմի հիմա ոնց կուզեք օգտագործեք քո մեքենայի անվադողի ու այդ ծանր պետք լինի բայց խոսքը դրան չի վերաբերում բայց դրամաբանությանը մոտ է որ չէ ինքը հանրապետության հրապարակում ուրախ զվար տանում են ասում կոշոտ լավն են մուսի պուսի է լավ համոզեցել ասում են թեմուից պատվիրված բաներ են ռոբոտները բան ես միակ խնդիրը որ նկատեցի այդ զորահանդեսում էներ են ասենք ես տեսել եմ զորահանդեսների ցուցադրությունների ժամանակ չէ զորահանդեսների ցուցադրությունների ժամանակ այն որ ռոբոտները խապս են տալիս սխալ են իրանց պահում ընկնում են ջարդվում ուրիշ բան են անում չէ Սրանք ռոբոտներ, վրեկները, հրացաններ, այդ բաները, ավտոմատները, վրեկները դրած ու ժողովրդի մոտ այդ ռոբոտ տկ գնում է ու ասենք երեխեք են տարածքում բան են, էլի։ Ինձ թվում է դա կանոնների խախտում էր, զինվորական բաների կանոնների խախտում էր, որովհետև փողը չի կարող ուղված լինել հասարակությանը կապ չունի։ Կարող ավելի լիցքավորված չէին։ Հա ինչ կապ ունի։ Էական չի, բայց ինքը ռիսկ է իր մեջ պարունակում ու չգիտեմ, իմ համար մի հատ խնդիր է դեր, ասենք ռոբոտ դու ռոբոտ, մի հատ հրամա սխալ, մի հատ կնոպկա սխալ բաներ ծաղին գրուսներ բրեյվի կաներ էլի դե փառք Աստծո տենց բաներ չեղան փառք Աստծո մի շատ խող իրավիճակ էր բայց բանը Վահագն Ալեքսանյանը գնացել էր օրվա վերջում ապտեկայից բաներ առել Վալերյան կայր առել ասեց անդիմադիրները հաստատ ինֆակտ են ստանալու մեր այս զենքերը տենան իրանց համար Վալերյան կառնեն որ դիմանան դե ասա այդ Փաշինյանի բանն է կոզրն է այսպես ասած Վալերյան կա բերեք քիչ արդեն դու մի կրկնի ավելի կրեատիվ բան պարոն Ալեքսանյան մտածել դու բայց ինչ էր եղել հələ ասեք էլ ինչ էր եղել հանդեսի որ Էդգար Ղազարյանի լվացքը գողացել են ես էլ եմ տեսել խոսքը գիտեմ ինչի մասին է որտեվ գենշտաբի պետն է վերևի նկարում ներքևում Էդգար Ղազարյանը երբ որ դեսպան էր ոնց որ այդ ժամանակ ու սա մեր գործընկերը կորյուններ էս նկատել հա գրել էր Պարոն Ղազարյան կարող է ձեր լվացքը գողացել են Չէ, տենց բան չի կարելի, կորինը գրել է պարոն Ղազարյանը, այս շորերը չեն։ Հա, մեկնաբանություններում էր գրել լվացքը գողացել են։ Էդգար Ղազարյանն էլ պատասխան էր գրել, այդ կարդանք հետո ես մնացած մանրամասները կասեմ։ 2000 years later Էդգար Ղազարյանի պատասխանը սիրելի Վազգեն Ինչա գրած Ասրյան իմ այս համազգեստը ոչ թե Արտաշատի գրասենյակից ընտրակաշարք է ստացել, այլ պարզապես գաղափար է գողացել։ Այսինքն արձագանքել է մի քիչ այդ իրանց քանի որ իր գաղափարը գողացել են։ Ու իսկ եթե ուզում եք իմանալ ինչ գաղափար են գողացել, ես ձեզ առաջարկում եմ դիտել այս overdose-ից 1 օր առաջ իմ ոդկասթը, որ Յուրի Էդգար Ղազարյանն էր ու բացատրում է։ Այդ ռեկլամ արեց։ Բայց ինչ պիտի անեմ։ Ասում հանրամասն մարդը ասում է, որ դա իր հեղինակային կոստյումն է եղել, ինքն է մտածել, կոճակների տեղերով բանով ու գաղափարը գողացել եք, սիրուն է եղել, մտածել եք ձեզ համազգեստ սարքեք, լավ սարքեք։ Գույնը հավանել են
երևի լավ, դե հիմա ոչ։ Բայց այս զորահանդեսի ընթացքում, այսինքն ես չեմ հիշում ավարտին էր թե ընթացքում էր, նաև մեր գործընկերները ֆիքսել էին Աննա Հակոբյանին, ով հիշում ենք միանալուց հետո Մինչև Աննա Հակոբյանը մի հատ հիշենք, մի կարևոր բան է եղել։ Մինչև 10 տմբլին անցնելով զորահանդեսի մայիսի 28-ի առիթով ինչ ա եղել, մի հատ հիշեք։ Միրապե ինչ է։ Այ Կարմիր գրիչով գրել ենք։ Ավանեսյանի շքանշան։ Ավանեսյանը շքանշան է ստացել։ Ռիփսի մե դրա տակն ես գրել։ Ոչ, ոչ տակն։ Հա, այս մի վիդեոյի մի խոսքով լավ։ Տիկին Ավանեսյանը շքանշան է ստացել։ Ինչի համար, մի հատ հիշեք, ինչի համար է շքանշան։ Ինչի ամեն զարմացել ես նկարում։ Հայրենիքին մատուցած Առաջին աստիճանի շքանշան հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվում են հազվագյուտ մարդիկ, որպեսզի իմանաք, ասենք շատ կարևոր Ավանեսյանը հազվագյուտ չի։ Ինչ ծառայություն է մատուցել հայրենիքին, կարող է ասել։ Առողջության ապահովագրությունն է ներդրել։ Հայետի հայրենիքին մատուցած ծառայությունները բյուջեի հաշվին մարդկանց կարգաշարք են բաժանում։ Սիրտը ձրից տենտավոր ես։ 4 միլիոն անդադաս։ Բայց մենակ չի ինքը։ Դու մենակ չես։ Վերանը թխեր, բայց այդ տղա ის։ Էլի մարդ կար, որ ստացել էր դա։ Մհերը Գրիգորյան, փոխվարչապետ։ Ինքը ինչ ծառայություն է մատուցել հայրենիքին։ Այսօր գնացել է Ռուսաստանին էր, ասել չէ ես կմնամ կառավարության կազմում, հա, էդի տենց ադալժենիա է արեմ, հա, չգիտենք, բայց Ավանեսյանը, ասենք, այն որ միակ բանը սենց որ ֆիքսում ենք իրան հիշելուց, իրա վարչապետում բարի խմբակում ընդգրկվելն է։ Հենց տեղից սկսեց հիշում եք, այդ բարից հետո ինքը բարը տեսավ վարչապետը, իրան առաջ բրդել ու Փաշինյանի։ Մի րոպե, հիմա մեր երկիրը անցպետություն է, հայրենիքը Փաշինյանն է։ Իրան էլ լավ ծառայում է մարդ, ինչ ես ուզում։ Վերջացավ, լավ, ուրեմն արդար է ամեն ինչ, հիմա անցնենք քեֆերին, էր զորահանդեսի ժամանակ, ինչ քեֆեր են, ովքեր են շամպայն խմել, այսպես ասած։ Հա։ Մենք արևի տակ ջռում էինք այդ օրը թիկնապահների ու ներկայությամբ նաև իսկն ես զարմանում եմ թե ասենք ինչ բան է, չէ՞, իմ քայլը հիմնադրամի աշխատակից թիկնապահներ ՊՊՑ աշխատողների են ուղեկցում։ Բայց ես չեմ հիշում, եղել է երբևէ այսպեսի նախադեպ, որ այսպես կոչված առաջին տիկինը ինչ նստած լինի։ Այս վզի խաչը լե նայեք, պարկեցվածքը։ Իհարկե։ Հա։ Չէ, զորահանդեսի ժամանակ ներկայություն նստած լինի, զորահանդեսի ժամանակ տենց կա, տենց։ Դե լավ ինչ էիք ուզում անել, նայեք, հիմա համ ասում ենք համ էլ ասենք էլի։ Հիմա կինա իր համար շամպայն է խմում, որոշել է մայիսի 28-ի կենացը խմի, հանրապետության տոնը շնորհավորի։ Բայց ցավալիորեն մայիսի 28-ին Սարդարապետի հուշահամալիրը դատարկ էր ու ոչ մի պաշտոնյա չի ասի այդքան շատ դատար, հա, խոսքը պաշտոնյաների գնացել է։ Չէ, հա, չնկատի ու կառավարությունը դատարկ էր։ Կառավարությունը որոշել էր անտեսել Սարդարապետի այդ օրը միջոցառումներ տեղի չունեցան։ Գաղափարը ինքը արդեն Սարդարապետի մարտերը եւ այլն էլ երևի ընդունելի չեն կառավարության համար։ Չնայած ուղերձով հանդես եկել էր, համենայն դեպս այդ օրը, այսպես ասած, անցավ։ Չէ, բայց նայեք, բանակի օրվա ներողություն մայիսի 28-ին օրվան նվիրված միջոցառումներից առաջ, այդ որ տենց բանակի մասին էին խոսում, բան համացանցում մի տեսանյութ էր տարածվել, ինչ որ Պաշտպանության նախարարության աշխատակիցը չէ, եթե սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ Համլետ Լևոնյան, այսինքն ուղիղ կապ ունի։ Ինչ արել որ մեր Համլետը։ Ես առաջարկում եմ եւ դու եւ մեր դիտողները նայեն։ Ինչ ես արել։ I just go to say I love you։ Չէ, վերջնայեք։ Հոգուկս։ Ինչս։ Հոգուկս։ Հոգուկս։ Ես տենց հասկացա։ Ֆիզիկ։ Չէ, հոգուկ եմ հասկացել։ Դու ձակվուկ։ Լեզուն տեսար։ Լեզուն տեսար։ Յո, պոչիկ։ Հոզվեցինք։ Համազգեստով։ Իրա կաբինետում հա տենաս, հա, աշխատանքային։ Չի եկես տեից նկարել։ Դե զինվորական իրա կաբինետում, այն ինչ էր այդ ձեռինը։ Այքոս։ Վեյպեր ինչ էր այքոս հա այդ։ Ուսանք տանը տեն շորերով չեն առավոտից իրիկուն։ Կստացվի բամբարական շորեր սարքեմ։ Չէ, բայց սա կոնկրետ մաչիկներ անում էլի տենց իր համար։ Աղջիկա կպցնում ոնց որ չէ։ Չէ, ինձ թվում արդեն կպցրածին ասում է հոգուկս։ Հա հատուկ տեսանյութ արել ինչ որ մեկի համար ու տենց տարածվել է համացանցում։ Ես հույս ունեմ որ ամեն դեպքում իր ազատման դիմումը
կցրել են այս տեսանյութին, Բայց չէ, երկու դիսկով ուղարկել են իր տուն։ Այո։ Բայց հանել են գործից։ Ես տեղեկություն չունեմ։ Կարծում եմ 1 տարի առաջ նշանակվել է, շարունակում է պաշտոնավարել։ Այս տեսանյութից հետո էլ է շարունակում։ Այո։ Ոչ մի խնդիր չի տեսել բնասրա մեջ։ Հաստատ։ Մարդը լեզու է հանում, այլի։ Հոգու կա ասում ինչ որ մեկին ինչ ա եղել։ Հա, ես կայքում նայել եմ 2 օր առաջ, ինքը այնտեղ հիմա էլ կարող ենք օրինակ ստուգել, եթե սպառազինության վարչության պետք է։ Ասենք իմ իմանալով պիտի որ հանած լնեին։ Ինչի համար։ Որ լեզու է հանում։ Չէ, ինչ որ անադեկվատ, ոչ adekvat պահվածքի համար։ Բայց ով է ասում ոչ անադեկվատ։ Զինվորական կանոնադրությունը խախտելու համար, համազգեստով աղջիկ կպցնելու համար, չգիտեմ, հազարում մի բան կարային անեն։ Ի վերջո գործի տեղը փոխանակ սպառազինություն բերելով զբաղվի բան, հա, աղջիկ բերելով, ասում բաղվում չեմ հասկանում։ Աղջիկա հրիվ։ Հա? Ինչ գիտես աղջիկա։ Հա, կարող է տղա է լինի, չգիտեմ։ Ասում եմ, գիտես աղջիկա։ Կարող հոգուկը չես կարող ասես։ Բայց այս փաղաքշական կանանց վարչությունն էլ պիտի նայես, էլի։ Բանային ինչ որ բան կար մեջ, էլեմենտ կար։ Հա, սպառազինական ասի մի անգամից, հա։ Հեսա, նայ։ Չէ, ինչ էս պահը Համլետ Լևոնյանը Ես տեսել եմ, չէ։ Արցախյան ազատագրական պայքարից հենց սկզբից էլ իրականացնում է տեխնիկական ապահովման խնդիրներ։ Ոնց Արցախյան ազատագրական պայքարի սկզբից 90-ականներից։ Չէ, ներողություն, սա վարչությունն է։ Ինքը Ես էլ զարմացա։ Հա, բայց պետը ինքն է։ Ասենք դուք պատկերացնում եք այս տղեն 90-ականներից։ Հա, պետ որպես այսինքն իր նկարն է։ Մի խոսքով հոգուկի պատմությունը։ Բայց գնդապետի կոչում էլ ունի։ Այո։ Դե բարձա ամեն ինչ, շատ լավ է, դե այս գնդապետներով շարունակենք մեր մարտական հզոր ուղին։ Ասենք թե ովքեր են էլ իրար հոգուկ արել։ Հոգուկ չի ասի արել էին, բայց այդպես գրկախառնվել էին։ Էսի գրկուկ է, գրկուկ։ Էս այդպես մի քիչ ավելի մինի մեջ է։ Իրար հետ կիպ են, հասկանում եք կիպ են։ Հա, բայց այս առաջ անգամ չի էլի, որ իրար հետ գրկուկ։ Բայց դեռ գրկախառնվելը կա այս տեսանյութը։ Հա, էսա կա։ Էսա դուրս գալուց կա։ Ընդ որ մի հատ մտնելուց են, հանդիպելուց են, միջև հաց ուտելն են գրկախառնվել։ Մի հատ էլ հաց ուտելուց եկան։ Ավինյանն ու Սամվել Ալեքսանյանը։ Привет. Сердечный привет. Հիմա նա էսա գնում է ու գրկախառնվում են էլի։ Ընտրությունների վերաբերյալ հարցեր եք քննարկում։ Չէ, Անի ջան, ուրիշ մոմենտ է Անի ջան։ Այ, բայց Ալեքսանյանը ջիգյարով մարդ է, ով էլ մոտենում է ինքը գրկում է։ Հեսա կտենաս, այս կնոջն էլ է գրկել։ Ափսոս վիդեոն պրծավ չտեսանք շարունակությունը։ Գրկեիք ադրբեջանցիներին, որ պիտի գային Հայաստան։ Չէ, բայց բանը միջև ադրբեջանցիներին անցնելը մի հատ էս Ավինյանի ու Սամվել Ալեքսանյանի գրկախառնությունից չհիշեցիք էլի դրվակ կար, որ իրանք իրար հետ լավ էին։ Հա, զոնտիկ էր պահում։ Զոնտիկ էր պահել Ալեքսանյանը, բայց այս անգամ որ անձրև չի եկել, կարար շոկ էր խոսքի, վենտիլատոր կարար բերել։ Հովանել մի հատ ասեց, հովանել, բայց չարեց այս անգամ։ Չէ, բայց միջև ադրբեջանցիները մի բան էլ ունենք։ Մենք սեփական գազ ենք ունենալու, այդ խնդրին էլ անդրադառնամ։ Հա։ Մենք ունենք ախալկալակար երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար։ Նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել։ Շուտով բացվելու է տրիպը։ Միկրոֆոնը բռնել է։ Մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում։ Մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով։ Լսի, այդ գիտես կոմենտներից մեկն էր։ Որը Լավ էին ասում են ինձ եք ուտում, ինչ ասես ուտում եք, դուք գազ չէ նավթել կունենաք։ Սեփական նավթել կունենաք։ Նավթել կունենաք։ Այ դեպ ադրբեջանցիների հետ բարեկամության մասին ընտեղ խոս գնաց Ադրբեջանի հետ, չգիտեմ ինչ 300,000 բայց հա ինչ որ հակասություններ հրիպսիմ են գտել ու դրել նաև իր Facebook-յան էջում, ճիշտ է։ Հա, մարդը ստախոս էր հանում լրագրողին, Հայկին Նավասարյան մեր գործընկերոջ, Արմենիայի եթերում ասում էր Ալեն Սիմոնյան նման բան չի ասել, հիմա դիտենք տեսանյութ բառացի։ Նախագահի հայտարարությունները ճշգրիտ չեք մեջբերում, որովհետև եթե խոսքը եղել է հայաստանցիների Ադրբեջան գնալու եւ ադրբեջանցիների Հայաստան գալու հնարավորության մասին, խոսք կարող է լինել որպես զբոսաշրջիկ գնալու մասին, որովհետև երբ որ խաղաղություն է եւ X պահի նաեւ այդ կետն է հասնելու։ Մենք այդ կտորն է շրջանառում Ալեն Սիմոնյան։ Ես Ալեն Սիմոնյան չէր կարող նման բան ասել, այն ինչ որ դուք մեջբերեցիք։ Պարզապես չէր կարող ասել։ Հայերը եւ ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողմ, պետք է առևտուր անեն։
չեմ բացառում, որ կգնան ինչ որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները։ Չեմ բացառում, որ ինչ որ ադրբեջանցիներ կարող է ինչ որ ժամանակ անց գան եւ ստեղ բնակություն հաստատեն։ Գան եւ ստեղ բնակություն, այսինքն զբոսաշրջիկի մասին խոսք չկա, բայց իմ ուշադրությունը գիտեք, այս պատմության մեջ ինչը գրավեց, ինքը չի ասում բանի մասին, ադրբեջանցիների վերադարձի մասին, տուրիստիկ արքա, ինքը ասում է հայերը չեն կարող գնալու մասին է ասում, այսինքն խնդիրը ստեղ Ալիևին չջղայնացնելն է, էլի, ասում է, եթե գնանք տուրիստիկ արքավիճակում, մենակ չջղայնանաս աղբեր ջան, էլի, ասենք, ոնց որ գնում ենք, ասենք հիմա Արևմտյան Հայաստանի տարածքներում։ Եկեք ու տեսեք, որ ասել է նման բան, պարոն Փաշինյան, ու դուք եք գիտեիք, որ ասել է, էլի, ինձ թվում է։ Դիմա մարդս կարող մտից թռել է։ Չէ, բայց այդ դեպքում չէր ասի բոցորվում է։ Մտից թռել է։ Ինչ ունենք այս շաբաթ նաև ճճտոցը։ Հիմա դիտենք թե Պերաշկի ովքեր են ընտրելու Փաշինյանին։ Ովքեր են ընտրելու Փաշինյանին, հա։ Այսօր նայում են, ասում են արա հələ նայե կարա Պերաշկի աուտում։ Հիվանդներ։ Դուք սովորեք։ Ես Պերաշկի ուտում եմ, որովհետև սիրում եմ։ Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Մենք անսովոր ենք։ Այո, ես ուտում եմ, որովհետև երեխեքներն են ուտում։ Եվ ասում եմ, այս ընտրություններում Պերաշկի ուտողները պետք է ընտրեն Պերաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Արդեն ընտրել եք։ Իրավուշկու միտքը ուտելն է, ասма կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Եվ հեղափոխությունից հետո այսօր ձեր ժամանակ սպառնալիք էր երեխեք, կարտոֆիլն իրավուշ Թոշակառուն նույնիսկ Պերաշկի եւ կարտոշկա հնարավորություն չուներ։ Որտեղ 2016 թվականին նվազագույն թոշակով նույնիսկ Պերաշկի եւ կարտոշկա մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարան։ Դուք թոշակառուից գողանում եք, որ սև իկրայով ֆիքսվենք այն ասացի վրա։ Պերաշկի ուտողները պետք է ընտրեն Պերաշկի ուտողներին, չէ՞։ Հետո սենց անում, համբար ասեց, թե ինչ ասեց մեզ մի բառ ասեց սկզբից հիվանդներ ասում եմ հələ նայեք Պերաշկի աուտում հետո մենք էլ ենք ասել ասենք մեզ հիվանդ ես ասում մենք ասում ենք եթերում դա ուտելն է հակահիգենիկ նորմալ չի դեր տանը հաստատ ուրիշ բան հետո ասում եմ Պերաշկի ենք ուտում որտեղ երեխեքն են ուտում երեխեքը մանի կաշա են ուտում պարոն Փաշինյան երեխեքը կատնով են ուտում խավից են ուտում ի վերջո ուրիշ բաներ են ուտում երեխեքը ասենք յոգուրտ են ուտում ասենք ասում եմ կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին իր ուտեն ոչնչացնեն, էլի։ Կարտոֆիլ ուտում ես ես պակ տեսել կարտոֆիլ, եթերում կերել են մեծ կարտոֆիլ են գունդը, Ալեն Սիմոնյանն ու բանը, Փաշինյանը ավտոբուսում։ Այսինքն իրանք պետք է մեզ ուտեն, ես ճիշտ եմ հասկանում։ Բայց մենք իրանց կամ իրանք մեզ, որտեղ կարտոֆիլ ուտում են բոլորը։ Մեկը պետք է ուտի, որոշեք ով։ Լավ, այս քարոզարշավի ժամանակ կանայք են մի լավ իրար կերել։ Բացի այդ մի բան էլ ասեմ, եթե Պերաշկի ուտողները ընտրում են Պերաշկի ուտողներին, ուրեմն բյուջե ուտողները պիտի ընտրեն բյուջե ուտողներին։ Հա։ Վերջ։ Այդքանը։ Ու այս շարունակություն ունի էլի։ Եվ որ ասում դու կենաց ասել չգիտես։ Պետք է ընտրենք Հուսով եմ Վազգենը դու կդնի։ Այո։ Բայց ինչ էր ասում իրականում Ինչ նշանակում որ ուտողները պետք է ընտրեն այդ ուտողներին։ Բայց այս անգամ վիրավորել Փաշինյանը այդտեղ իրան ներկայացնում պես Պերաշկի ուտող Փաշինյանը բայց ինքը իկրա էր առնում Ռուսաստանում ու իկրա է ուտում ասեն խի էդի չի ասում հա հրիպջան հասկացա ներվել եմ Մի ջուր խմի։ Շարունակի։ Եկեք նայենք։ Սյոյ չեմ խոսում։ Ալիև այս ջուրը կլցնի։ Ալիև, ես այս ջուրը։ Արա այս ջուրը կշփեմ Ալիև երեսիդ։ Դու խմի ես այդ ընթացքում են մեկի։ Պատմին չէր եղել այս քարոզարշավի։ Սուսա չէ։ Պատմի։ Կանայք են իրար մորթում սկսեցին։ Մեր վարչապետը, մեր աստվածն է։ Ինչքան փողես առե։ Արի երկու իրեք Ոնց որ ապիկը եկավ լինի, չէ։ Ապիկը ոնց որ լինի իսկին է։
Մի արա։ Ողորմելիներ գակից ասեք վերանը փակի։ Ջուկիցը չի երևում 70-ից։ Աչքը թող թողանա, վել 70-ը ասի։ Հետո էլ 70-ը Թողեցին մարդիկ լսեն։ Ողորմելի։ Ասեք առավոտ կանուխ էլի։ Իսկ մեր տեսանյութում ամենաբանը այդ բրդի տեսարանը։ Մեկը ասում էր Փաշինյան մեր Աստված լավ բրդի տեսարանով կինը։ Մյուսը ասում էր չի կարելի տենց մի ասա, ինքը մեզ ծախել է, ինքը վաճառել է այս երկիրը, այդ կնոջ մեղադրում են ասում են դու կարճուպ կա էսակե ուրեմն վատն ես։ Այդ քննադատողին մի խոսքով տենց մի կինո էր։ Հա բայց այստեղ Փաշինյանի աջակիցների այդ անխոնջ պայքարներ հանուն իրենց Հիսուս Քրիստոս Աստվածի։ Դե լսի։ Նա ուրիշ կատեգորիա է։ Չէ, իրոք նա ուրիշ կատեգորիա են։ Այն որ սենց չգիտես էլի, իրոք մեզ իհարկե շատ սիրողներ գնահատողները շատ են, բայց ԿՊ-ի քարոզարշավին հաճախ հանդիպում ենք հեյթերների է, այսպես ասած, այն որ սենց այն հիշում եմ խորոված փարտիին որ գնացել էի, եթեր եմ անում, ուղիղ եթերի տակ միկրոֆոնով խոսում եմ, բա մի հատ կին սենց ամ։ Էսի ջե փեչը յանը սենց ալքան սենց խառը խշտելով բան, սենց բան է հիշե բան։ Ինքնաբերաբար բարձրախոսով միկրոֆոնով խոսում եմ եթերս եմ բանում, այդպես պատտում ես կնոջները։ Սենց յարի յախա եմ, էլի տապալի քեզնի։ Լավ եկեք ուրիշ թեմաների անդրադառնանք։ Լավ եկեք։ Բայց նա թեմայի վրով թռակ։ Ոչ մի թեմայի վրով չենք։ Վահեի թեմայի վրով։ Վահեի թեմային հիմա ենք անդրադառնալու, խոսքը մեր գործընկեր Վահե Մակարյանի մասին է, չէ՞, ով Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել, դրանից հետո Վահեն գրառում էր արել, որ որոշակի սպառնալիքներ կան իր հետ կապված եւ այլն եւ այլն։ Հիմա դիտենք տեսանյութը։ Այո։ Երբ որ դուք գնում եք մարդկանց հետ շփվելու, շատերը ձեզ իսկապես շատ սիրում են, բայց այդ ինչ կոնտինգենտ է ձեզ համակրում։ Տարիքով տղամարդը ձեզ մոտենում, ասում եք մեծ պրոշտի անենք, լավա չարեցիք դեպ շատ լավ էր։ Այն զոհվածի մայրը մոտենում ձեզ ասում է, երեխաներս երկու տղա ունի ձեր օրոք են զոհվել, բայց ես ձեր շնորհակալ եմ։ Կամ այն վերջին նախադասությունը։ Կամ այն բլոգերներ, ովքեր են ձեզ աջակցում, ասենք, չգիտեմ, թու լավ է, Գյորգ X Արդիշոպի հովո, ինչ որ արվամոլ բաներ, բլոգեր, մատուցողներ, ու ես մտածում եմ, լավ, եթե ես գնամ ձեզ բոլոր լավ արածների համատեսում, ձեզ ձայն տամ, ես էլ եմ այդ նույն որակի մարդկանց հետ նույն շարքին դասվելու, ես էլ ձեզ ձայն տվող համարվեմ, իրենք էլ մի քիչ վատ եմ զգում էլի դրանից, ասենք, հիմա այսքանից հետո դուք ձեզ ձայն կտայիք, կամ ես կստամ։ Ես կարծում եմ, որ դուք բավարար հիմք ստեղծեցիք, որ ագի մարդ ձեզ դատի տա եւ պատվի եւ արժանապատվության հայցով եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղակի դատի տան, որպեսզի դուք դեր լեզվի չափը իմանաք, որովհետեւ այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրանք ձեզ դատի կտան եւ ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին։ Չէ, նայ, ես տեսա, հետո ինչ որ որոշակի բլոգերներ արձագանքել էին, բայց այնուամենայնիվ չգիտենք եղավ դատական հայցերը իսկար ժամանակահատվածում չէ, բայց ինձ գրավեց ուշադրությունը Վահեի Facebook-յան գրառումը, որտեղ ինքը հայտնել էր, որ որոշակի ինչ որ տենց փորձել են ճնշել եւ այլն, օրինակ առաջարկեմ զանգենք մի հատ մենք Վահեին։ Ես հենց հիմա դա եմ փորձում։ Զանգում ես, ուզում ես Facebook-ով զանգենք։ Ես Telegram-ով փորձեմ։ Մի ասեք ինչով եք զանգում, զանգեք։ Մենք զապիս կանես, որ վերցնի Վահեն բարեաճի։ Բայց կապի մեջ էր ոնց որ կվերցնի։ Facebook-ում։ Ալո։ Վահե ջան, բարև։ Привет, Ռիփչան։ Լավ ես։ Լավ ես։ Վայ։ Վահե։ Վա։ Լես։ Հա, ոնց որ կապ հաստատեցինք արդեն overdose-ն ենք մեր նկարում։ Ես հրիփը փայլակը, հրիփի տեքստը էս մշտական ասում ազանգելուց ես կրկնեմ։ Եթեր ենք էլի նկարում Վահե ջան, որ իմանաս, որ ձայնագրում ենք։ Հա, ձայնագրում ենք մի խոսքով էս մասին քեզ տեղեկացնենք։ Քո դեպքն էինք քննարկում, քո դեպքը։ Գասեք, ցավը, տանեմ ասեք, եթերում ենք։ Հա, եթերում ես, վայ, ես քո գրառումն էի տեսել այդ ավտոտնակի հետ կապված ինչ որ բան էիր գրել ճնշումների, նախ դրանից կուզենայինք դու ասեիր ինչ է եղել, ինչի մասին է խոսքը, եւ հետո հիշում ես ասուլիսի ժամանակ, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խորհուրդ կտան, որ քեզ դատի տան, հիմա ուզում ենք հարցնենք, ինչ որ մարդիկ եղել են, որ դատի են տվել արդեն։ Այ հենց հիմա ավտոտնակից մոտ է։ Տեղում է։ Բուլդոզերով չեն եկել, որով անցել։
Տես ամբողջական, հա։ Կարող եմ վիդեո անել ցույց տալ։ Չհավատում ենք։ Հա, արա ուղարկի overdose-ի մեջ կդնենք, տենանք սաղ սալամաթ հա ինչա։ Այս Երկու հարկանի է, բայց իրոք։ Ինչա։ Երկու հարկանի է ավտոտնակը։ Հա, երկու հարկանի։ Առանձնատուն է։ Լուսո ինչ ավտոտնակը։ Ինչ ես Բայց երկրորդ հարկում ավտոտ ոնց ես կանգնես։ Դիմացից մուզիկա։ Ավտոտուղաթերով չեմ գալիս այդպես։ Լսի, բայց երկրորդ հարկ ո՞նց ես մեքենան բարձրացնում։ Այս վարդնոցոթանավականի բանը։ Չէ, որովհետև դիմացից էլ մուզիկա, բանը ինքը թեկության վրա է ավտոտնակը։ Այս կողմից գալիս է երկրորդ հարկա մտնում, այն կողմից առաջինը։ Ճանապարհ կա, երկու հարթություն, երկու մակարդակ կա, երկու ճանապարհ կա։ Վերևից էլ ես շրջանում բարձրանում ես վերև։ Վահե, դու շատ մեքենաներ ունես, թե մեկն են։ Մեկն են։ Կիսումա, կեսնդե ա դնում։ Ապագայի մասին է մտածել։ Վահե, բայց ապուրին յախի են սպառնում դրանով, բաներ են ասում։ Խի են սպառնում։ Ոչ մի ապօրինի բան չկա, այս ուղղակի այս ավտոտնակը ոնց հասկացա, այստեղ տարածքում ինչ որ մարդիկ են, որ իրենք են ուզում այդտեղ ավտոտնակ կառուցել, բայց այս հողը շուտ վերցել է, երևի նախադրություն են անում, ընդհանրապես այդքան բան, որովհետև այս ավտոտնակի կողքերը բազմաթիվ այլ ավտոտնակներ կան, շարունակություն հերթականը իմն է, որևէ Բայց թղթերով ամեն ինչ ճիշտ է, ունես սաղ թղթերը։ Ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ ջան, եթե նորմալ չլիներ, վաղուց Այսինքն համ հողի սեփականությունն է քոնը, համ շինությունն է սեփականներ։ Ես այս ավտոտնակի հետ կապած նույնիսկ ինձ բան են արել, տուգանել են, ես դատարանով բան եմ արել, այդ տուգանքը չեղարկվել է եւ դատարանով շահել եմ այդ ամեն ինչը ու այս ամեն ինչը ընդհանրապես քաղաքական բան է, process է, որովհետև ես այս ավտոտնակը սկսեցի կառուցել այն ժամանակ հողը շուտվանություն էր։ Այն ժամանակ երբ որ Չարենցավան համայնքի ընտրություններն էին համայնքապետի ու այդ ժամանակ ԿՊԱ-ականները տենց լարվեցին իմ դեմ եւ որոշեցին ավտոտնակից հետ կապած ինչ որ բան դե Այսինքն դու հենց մի բան ինչ ես անում ավտոտնակը հիշում են, ճիշտ ենք հասկանում։ Բայց նաեւ սպառնալիքների մասին է իր գրել։ Ինչ որ մի լավ տղա, տենց չգիտեմ։ Բայց ինչի համար չհասկացա այդ պահ, ինչի համար էին բան արել։ Ինչ հիմքով էր այդ գործը, էլի։ Անօրինականը։ Հա։ Ուզեցել են բացություն անել։ Ուզեցել են բացություն անել, որ շենք հասարկում, չգիտեմ ինչ անում, ես շատ գիտեմ ինչ բան են արել։ Այդ երկու հարկել են կողքը բազմաթիվ երկու հարգանից, այսինքն իրար վրա ավտոտնակներ կան կողքը։ Մեզ հրավիրի Չարենցավան։ Վահե, իսկ ինչ, իսկ ով է քեզ սպառնացել, ինչ հարցով է սպառնացել։ Հենց հիմա այդ տարածքում կարող եմ ասած հերթով իմ կողքի ավտոտնակ իմ հարևանն էլ ուզում է գլխին սարքի նորից, որովհետև հարմարամուտք կա։ Դրա կողքինի վրա չկա, այն երրորդ ավտոտնակի գլխին էլի ավտոտնակ կա։ Որորդի գլխին նորից երկրորդ ավտոտնակ կա։ Այսինքն ձեր Չարենցավանում մոդա է մի քանի հարկանի ավտոտնակներ։ Զարգացա։ Հես այդ սարի գլխի ավտոտնակը կվեկալի։ Բայց սպառնացողների մասին ինչ կասես, Փայլակ ինչ էր ուզում հարցնել սպառնալիքներից։ Ինչ ասեմ։ Սարի Շարքային հանցագործներ, որոնք սպառնում են մարդուն, ասեմ։ Սպառնալիքը քրեական հանցանք է։ Իսկ դու դատի տալ, պատասխանատվության կանչել։ Վահե, այսինքն տղայականով են փորձել սպառնալ ինչ որ ռազմորկ տղայական ռազմորկի են կանչել։ Գարաժի հետ են։ Բան պետք է ապել։ Երկարկանի գարաժի հետ են կանչել։ Ոչ մի նորմալ տղա բանա, այն էլ անծանոթ մարդուն ում այդ որևէ անձնական որևէ հարց չունի, չի ճանաչում, հերվից հեռու Իրաստանը նստած Facebook-ով մարդուն հայոյան վիրավորանք ու սպառնալիք չի գրի, իրանք ընդհանրապես սեռով են տղա, անձնագրում գրածա սեռը Արական կամ արու, ինչպես գրել են։ Բականի նման, հա, ворց արու։ Այսինքն իրենք չեն կարող նորմալ տղա համարվել, եթե դες տղայականով ենք նայել, որտեղ նորմալ տղան կյանքում որևէ մեկին հայոյանք Facebook-ով չի գրի կամ հեռախոսով կամ չգիտեմ ինչ։ Եթե ինչ որ մեկը հետս անձնական հարց ունի, ես օրինակ իր ընտանիքին, որը ինձ թույլ չեմ տա, իր անձին, օրինակ վիրավորել եմ ինչ շահերին, ինչ որտեղ ոտնահարել եմ ինչ շահեր, թող կա կանգնի տեղս, ավտոտնակի ստեղներ գիտեմ, վստահ եմ տանս տեղներ, թող կանգնեն զանգեն իջնեմ այդ բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց Facebook-ով այդպիսի բան անելը շատ տղություն է, իրանք բոլորը անբարոյականներ են եւ անբարոյականի վաստակներ, իրենց
իրենք այդպիսի ծնոտներ են, շարքային անբարոյականի վաստակներ են իրենք, բոլորը, ովքեր որ ինձ հայոյանք են գրում եւ սպառնում են։ Իրենք իրենց ամբողջ գերդաստանով, իրենց աջակիցներով, իրենց լայքողներով, ովքեր որ լայքում են, իրենք բոլորը անբարոյականի վաստակներ են։ Այդքանը թող իմանամ, եթե ովքեր որ կնայեն։ Ահա, շատ լավ։ Վահե ջան, իսկ դու հետևել ես։ Վահե ջան, իսկ դու հետևել ես Թութու լավայի Արդիշոփի Հովոյի ու բանը, վերջին բլոգեր Ավանեսյանի բանը, անդրադարձը քեզ։ Ավանեսյանն էր անդրադարձել։ Մոտս Թութու լավայինը մոտս բերում, ռեքան գնում մոտս բերում, տեսել եմ, ասեմ ամենաաշարը իրեք դուրս եկային, լավ էլ տենց բան։ Դոբրի մեջ։ Տենց Добрый блогерներ էին, ասեմ ես տենց բանա, հետևել եմ բոլորին էլ տեսել եմ, Անահիտ Ավանեսյանը։ Ասել են խելքի արի, բան ասես բաներ էին ասել։ Անահիտ Ավանեսյանը ինչի է բլոգեր դարձել։ Բլոգեր չի, դիմելա Վահին։ Բոլոր ես իր հետ նաև անձնական զրույց եմ ունեցել, զանգել եմ, խոսել եմ։ Ավանեսյանի։ Այո, ես Պիտին Ավանեսյանին խնդրեցի, որ ինքը նաև անդրադարձ կատարի այն բոլոր անբարոյականներին, այդ փողոցի բաժի բոզոտներին, որոնք սպառնալիքներ ու հայոյանքներ են գրում։ Ինքը ասաց, այո, ես դեմ եմ, ես բան չեմ, չգիտեմ ինչ, բայց եթե դու ներողություն խնդրեմ, պես օրինակ գրես որ բան, ասացի ես որովհետեւ եթե ընդունես սխալը, ասի ես որովհետեւ սխալ բան չեմ արել, որ ներողություն խնդրեմ, այսինքն գործարք չեմ։ Այսինքն ասում էր գնաս Փաշինյանից ներողություն խնդրես։ Թե ումից էր ասում որ ներողություն։ Ժողովուրդ ջան, խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ, ոնց հասկացա։ Իրենք ասում են, որ ես իբրև թե թիրախավորել եմ ինչ-որ մարդկանց։ Ում նկատի ունեն արվամոլներից ներողություն խնդրես, որ արվամոլ ես ասել։ Մատուցողներից։ Չեմ պատրաստում ներողություն խնդրել, որովհետև մեկին չեմ վիրավորել։ Եթե վիրավորել եմ, Նիկոլ Փաշինյանը օրդորել է այդ մարդկանց դատի տալ, թող գնան դատի տալ, եթե կգտնեն իմ բարերի մեջ վիրավորած զրպարտը, թող գնան մերժան դատարանի զորությունը, թող դատարանը որոշի։ Հա, բայց ես որպես 3 տարի դատարաններով անցած մարդ ասում եմ, դատարանը շուչի որոշում։ ու Փաշինյանն էլ քանի որ օրենսդիր մարմնում է աշխատել երկար տարիներ, պիտի իմանա վիրավորանքի օրենքը ոնց է աշխատում։ Վիրավորանքի օրենքի ժամանակ պիտի անուն անվանական ասես, այս ինչը ապուշ է, այս ինչի օրինակի համար։ Հարցական անգամ չի աշխատում։ Եթե իրաց հուշում եք, թող կարող եք զանգել հուշել, թող իրենք որոշեն օրենքը։ Չէ, այդ եմ ասում, որ չի ընկնում վիրավորանքի օրենքի տակ, իմ կարծիքով էլի, որպես դատարաններ արդեն հասկացանք, ամեն դեպքում ուրախ ենք, որ երկհարկանի ասում է տարաժը տեղում է, հա, տարոսը մեզ։ Հայտում էր։ Տալ եկեք մնացեք, ով ուզում է գա։ Որտես մնալու հարկ, ա՞։ Գարաժում տիգնային մնալ։ Գարաժում մնալու հարկ։ Մեզ ինչի տեղ ես դու։ Մատրասկը բրեկա ջուր չունեմ, վերեք հոսալք ունեմ կաշած, այդպես քանի դեռ հոս։ Չէ, այդքան վատ չի մեր վիճակը։ Էլ ինչ ես հասցրել ձեռք բերել, վայ, էդ էլ ասում եմ։ Չհանգացրեց, ես ասացի մի քիչ մաչելի գնելը հոսանքը քաշել։ Վահե, բացի ավտոտնակից ուրիշ պահեր կան, դու արի մեզ անկեղծ ասա, որ կարանք ես։ Մարդ չի իմանա։ Այդ մի ավտոտնակ ունեմ, բան չունեմ։ Նույնիսկ տունը իմ անունով չի, նես որ ինչ ասես գրել են, ես արդեն անիմաստել է ինչ-որ բան դրանց ուզենալ մտնել, ասել չէ, դա կամ հերքես կամ չգիտեմ ինչի։ Հասկացա։ Հավաքածու է, որոնք իրանք ինչ-որ լեգենդներ են օրինել, իրանք ինչ-որ բաներ են տենց որոշել, իրանք բաներ են, սա նրա հետ են կապում, չգիտեմ ինչ են անում, դե որ լրագրողը, որ իրենց հատան չի, այսպես ասած, ուրեմն ինչ-որ բանական արի, դե ինչ ասեմ, ես չեմ ընկնելու բոլորի ասածների հետևից բանը, մեն էլ այդ փողոցի անդասիրեք քուրջանների հետևից։ Շատ լավ, Վահե ջան։ Ես առաջարկում եմ տեսանյութը, բայց կուղարկես բանի։ Ավտոտնակի տեսանյութը կուղարկես մեզ։ Սպասում ենք տեսանյութին։ Լավ մնա։ Ավտոտնակի։ Ես ասպասեմ, հաստատ ուղարկեմ, հեսա մի։ Նոր ասպետ դնեմ։ Վայ, նոր ասպետ մոտն եմ։ Հեռացավ երևի, խոսալով հուզված։ Հա, լավ բտտվել ա մեքենան։ Տունը շատ մեծ իհարկե դա շատ Այմար սիտը լենելնի։ Լավ է, կգանք, Վահե ջան։ Սիտս լե սրտով բոլորի հրավիրում եմ դու եկեք կարող եք Շատ լավ, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Պարտանում ենք։ Պարտանում եմ բոլորով։ Լավ, ավտոտնակը դեռ հենց մենք դառնանք Ֆայլաբազարի ապրանք, գանք կխնդրենք կմնանք։ Հա, այդ է մնացե պակաս։ Շատ լավ է։ Գերասերը քաղցրացան։ Նկատի կունենանք, կերի մոտ։ Ընդունեցինք գիտություն։ Մամային կխնդրեմ
պերաշկին հիմա մոդայ ակտուալ։ Հա, բայց կարտոշկա թո չսարքի, որտեվ կարտոշկա ուտողները պիտի ուտեն կարտոշկա ուտողներին, մենք չենք ասում։ Մսո պերաշկին էլ արդեն հարուստի բան է դառնում, դες չէ։ Շնորհակալություն, լավ։ Հաստատ բանը սովար չեք տոնի, մենք շատ հյուրասեր Գիտենք, Վահե ջան, ապրես դու էլ մամատել։ Մեր իմ գործընկերներից մեր գոլեգաներից շատերն են մեր տանը եղել էս։ Լսի, թող պատմություններդ կգան կպատմես, լավ։ Աբա 11 րոպե 14 Կիրակի 18:30 Մակարյան Նյուզով ցույց կտաս։ Տելեգրամում։ Լավ, հաջող, լավ, պակա։ Սա իմ այդքան շահարկված ավտոտնակն է, երկհարկանի, ու համարյա դղյակ էլի, դղյակի նման է, չէ կարծում եմ, վերևից էլ մուտք կա, շատերը զարմանում են, թե ինչպես է մեքենա մտնում վերևից ճանապարհ կա, որտեղ բլրի վրա է կառուցված, եւ այստեղ բազմաթիվ այլ ավտոտնակներ էլ կան, այդ թվում երկհարկանի, բայց չգիտես ինչու, այստեղ գտնվող ինչ-որ մարդկանց այս թաղամասից, այս շենքերից ինչ-որ մարդկանց հանգիստ չի տալիս այն միտքը, որ այս տարածքում հենց այս հատվածում հենց Վահեն է, լրագրող Վահեն է կառուցել ավտոտնակ, այլ ոչ թե իրենք կամ իրենց տղաները, որտեղ այդպեսի խոսակցություն լսել եմ, բա մեր տղուց լավ տղա է, որ ինքը սարքել է, հենա մենք կսարքենք, կկանգնենք, ընդհանրապես նախանձություն են անում կամ աբիժնիկություն կարելի ասել, ու ամեն անգամ նկարում են ավտոտնակը եւ ցույց տալիս շահարկում, մոռանալով, որ այստեղ բազմաթիվ այլ ավտոտնակներ կան վաղուց կառուցված։ Այսքանը։ Վարչական ռեսուրս ասում էին չեն կիրառել քարոզարշավների։ Վայ զիբարը բացվել էր խոսում էր։ Վայ պատասխան գիտես ինչի շացրես մի անեկդոտ կա է, որ ասում է մամա այս մորթը քաչալա փոքր երեխան ասում է սուս կլսի ասում է ինքը չգիտի որ քաչալա։ Ոչ ներողություն խնդրեմ։ Ոչ նայ մենք միշտ այսինքն ես ինչ քարոզարշավը սկսվել եմ ես չեմ հիշում overdose որ մենք չխոսանք վարչական ռեսուրսից ու այս շաբաթվա Խայսյաթենսար ու մեզ ասում են բա ինչի ընտրակաշարքներից չեք խոսում Սամվել Կարապետյանի Քոչարյանի խնդիրներից չեք խոսում բան ասենք ինչից հակակոռուպցիոնի են որ սենց անկապ խոսակցության սենց կծմծած ինչ որ բաներ է փողի խոսակցությունը անկեղծ ասած ես վստահ չեմ որ դա հենց այդ ուժի հետ է կապված որտեղ կոնտեքստ չեմ տեսնում իսկ մենք մեդիայի մարդիկ ենք մենք չենք կարող ինչքան էլ ԿԿ-ն կամ հակակոռուպցիոնը դա տարածում է մենք չենք կարող դրան հղում անել ու ասել հա այդ մարդիկ ընտրակաշարք են բաժանել բայց հիմա ինչ վարչական ռեսուրսի մասին էիր դու խոսում Աբովյանի ես դա իր մաշկով եմ տեսել գնացել եմ Աբովյանի քարոզարշավին ժամ 8-ին պետքա սկսել քարոզարշավը քարոզարշավը 7-ից լուրջ եմ ասում տարածքում սենց հատուկետ մարդիկ են Կոնջորյանի աղբերներ են որ բաներ ինձ է դիմում էր որ իր սրտի կանելը նկարեմ նկարեցի բրծա այդ մի պտիշկ է դրեց հատուկետ մարդիկ ընդդիմադիրներ մեկը իր դիպլոմով էր եկել ասել գործ չկա բան սենց մարդիկ էին մեկ էլ տենանք եկան խմբերով բանով էլ գետամեջի թռչնաֆաբրիկան 40 հոգով պլյուս ասեց օղակավարը ասել է Թամարա ընկերություն 120 հոգանոց կոլեկտիվով եկել են դիտեք տեսնենք դպրոցից մարդիկ կային Բարև ձեզ քարոզարշավին եք եկել մասնակցել որտեղ եք աշխատում ամբուլատորիայում Մրգաշենի բուժ ամբուլատորիայում կոլեկտիվով եք Այո Ինչ որ հարց ունեք տալու Փաշինյանին Չէ ուղղակի եկել ենք սատարելու մեր գործող վարչապետին Դառնից մեկ էլ Աբովյանի բնակիչ չեք Չէ Չի կարելի Դες կնոջ ասանի որտեղ ինչ որ պետական հիմնարկ թե մասնավոր դպրոցում եմ աշխատում Գառնի համար 1 դպրոցում Միջև է 11 կոլեկտիվից եմ Թե 4-ով շատ ենք բոլորը գալիս են մի 120 հոգի կանք Չէ Աբովյանի չեմ հաջնից եմ եկել եմ ընտրել եմ վարչապետին Աշխատում եք որևէ Աշխատում եմ Շնաֆաբրիկան Գետամեջ 40 քանի հոգի ենք այստեղ մեր կոնկրետ մեր գուպը մենակ մեր կազմը ընտրում է Նիկոլ էլիտար մասան ընտրում է Փաշինյան ով որ շահ ունի ով որ թալանի մասնակցում է ով որ Նիկոլի էլիտար մասան որ Նիկոլը ծախված չի Նիկոլը պիցա չի բաժանում իր ժողովրդին Նիկոլի կողմնակիցներն էլ արդար ժողովուրդ են մենք ընտրում ենք Նիկոլ մենք մեր ձայնը տալիս ենք Նիկոլին
Համանաընկերություն Գետամեջ, այսինքն կա վարչական ռեսուրս։ Հրապարակել Արման Թատյանը ճիշտ է։ Կրկնակի։ Սա թվով երկրորդ Նույն կնոջ երկրորդ ձայնագրությունն է։ Մի հատ էլ անպատժելիությունը հասել է նրան, որ մարդկանց զանգում սպառնում են, փոխանակ ամաչեն, նստեն տեղները, վերընկնեն տեղները, ինչպես իրանց շեֆն է ասում, չհելնեն տեղներից։ Մի հատ զանգում են, սպառնում են նորից էլի մարդկանց, ու հələ մի հատ էլ իրանք են բարոյականությունից խոսում։ Արման Թաթոյանը տեղեկություններ ունի, որ Մարտունիի համայնքապետարանում է աշխատում ՔՊԱ-կան падգամավոր Ալխազ Ղազարյանի բարեկամուհին Աննա Նավասարդյանը։ Դա այն ՔՊԱ-կան падգամավորն էր, որը մեզ խորհուրդ էր տալիս կպնել մեր գործերին։ Ասեք թող կպնի իր գործերին, կարճ։ Հիմա տեսնում ենք, շատ լավ կպել են իրենց գործերին։ Նո, այստեղ Թաթոյանը իհարկե չի ասում։ Այս ռեպորտաժը քոնն էր, չէ՞, մի հատ բացատրես ինչ ա եղել, այսինքն ինչ վարչական։ Թաթոյանը չի ասում, որ հենց այդ կինն է Ալխազ Ղազարյանի, այստեղ հստակեցնենք։ Ասում է, բայց այդ Ալխազ Ղազարյանի ոնց որ ակնարկանը այն քույրիկը, որ աշխատում է Մարտունիի կրթության վարչությունում, այդ վարչությունից մի կին նախ զանգել ասել է բոլոր տղամարդկանց կտանեք Քարոզարշավին ԿՊ-ի, հետո երբ որ այս ձայնագրությունը հայտնվել է արդեն Թաթոյանի մոտ, ինքը լսել է, որ Թաթոյանի մոտ է, երկրորդ զանգն է արել, ասել է ես ձեզ ինչի եք տվել այս ձայնագրությունը, ամոթ չեք անում, ես իմ նկատմամբ հարգանքից ելնելով ձեզ վատ բառեր չեմ ասում, բայց այս ձայնագրությունը, այսինքն հերիք չի մի հատ էլ մունատ ա եկե, որ ինչի եք տվել այդ ձայնագրությունը, մի հատ է երկրորդ ուղարկել է մանկապարտեզների տնօրեններին։ Այստեղ պետք է Փաշինյանն ասել. հանգիստ նստեք ձեր տեղը, հանգիստ նստեք ձեր տեղը։ Հանգիստ նստեք տեղներդ։ Վստահ եմ, որ արդեն քրեական գործ կա, չի հարուցված։ Իհարկե ոչ։ Վագործ ձերբակալ է տարել են, կալանավորել են արդեն ակտերը կայացրել։ Դու ես էլ բաներ ես ասում, ես էլ լուրջ եմ ընդունում։ Իհարկե ոչ։ Ինչ յուրահատուկ բաներ նկատվել այս Քարոզարշավի ընթացքում։ Ասեք, որ չելենջի նման է։ Դե իմ համար սա տիպիկ ինչ որ Սարքովի բան եմ ես։ Մի քիչ տխուր թեմայով է իհարկե։ Արդեն որ երրորդ դեպքն է, ինչ արաբկիրի են հայտնի դեպքը եղել է, դրանից հետո արդեն որ երրորդ դեպքն է, Փաշինյանի Քարոզարշավի ժամանակ պարտադիր հանդիպում է մի հատ զոհվածի ծնող, որ շնորհակալություն է հայտնում Փաշինյանին, որ ինքը ունի զոհ։ Ու շատ տեքստը սահմռկեցուցիչ է մեղմ ասած, որովհետև ասում է, ասենք մեկը ասում է ունեմ երկու զոհ, շատ շնորհակալ եմ քեզ, որ ծլել բազմացել ենք ինչ։ Այս տիպի ինչ որ էս հա մեր տեսա։ Շիրակի մարզում էր, չէ, եթե ճիշտ եմ հիշում։ Երկու զոհ եմ, բայց քեզ շատ շնորհակալ եմ։ Որտեղ են զոհվել։ Վիճապրահելում 10 տարեկան գնաց 20 թվին ամուսինս էլ ընկնել, բայց քեզնից շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, որ այդքան փրկեցիք դուք մեր երեխեքին։ Շատ շնորհակալ եմ։ Սակասեն։ Մի հատ էլ դուրս որ տանեմ։ Եղբայր ջան, հասկացանք զրուցումը, բայց շնորհակալ եմ փրկեցիք մեզ։ Որ ինքը երևի չի զոհվել, երևի դրա։ Գնացել եմ ես բան մեղրի ագարակ իմ թորից ուշատախտակը շնորհավոր եմ ահրելի գործ եք արել շնորհակալ եմ պարոն Փաշինյան որ փրկեցիք իմ Հայաստանը հա որ փրկեցին Հայաստան մեր գործընկերներից լիաներ պարզել որ այս կինը որտեղ է տեղեկության հետ հակասությունը այո տղան մահացել է պատերազմի ժամանակ բայց ամուսինը մահացել է կորոնայից այսինքն երկուսն էլ չեն գնացել պատերազմ թորն է մահացել տղան թե թորը թորը հիշելով հա թորը մահացել է այնտեղ բայց ամուսինը ինքը ներկայացնում է որ էլի նույն պատերազմին է մահացել ամուսինը մահացել է կորոնայից Բե չգիտեմ հիմա իմ ամուսնու մահի պահով խեր շնորհակալություն հայտնում կամ Չէ բայց թորանը ես հույս ունեմ իրականում այս կինը այդ պահին չի գիտակցել ինչ է ասում բայց մի հատ ուրիշ կին էլ էր մոտեցել չէ որ ասել էր ծլեք զար կամ գոնե այնտեղ որտեղ որ հուղարկավորված է իր թորնիկը հաստատ այցելել է գոնե այս միտքն արտաբերելուց հետո Չէ բայց փայլակ չես հիշում որ Եռաբլուրում հենց Գերեզմանի կողքից մի կին բարձրացավ Փաշինյանի այցի ժամանակ ասեց կարևորը դու փրկվել ես ես մի տեսակ չէի երկար ժամանակ չէի հավատում որ դա իրական է ես էլ հիմա չեմ հավատում որ սա կարող իրական լինի չեմ հիշում որ մարզում էր Փաշինյանը պիկապի վրա էր զոհվածի ծնողը չպետք է լինի Նիկոլ Փաշինյանի աջակից խոսքը դրան չի վերաբերում բայց շնորհակալություն գնալ հայտնել ասել որ տղա զոհվեց ծլել ծաղկել զարգացել ենք բազմացել ենք ինչ որ ասելով Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում արած այն հայտարարությունը որ կարար պատերազմը ավարտվեր նույն ելքով բայց առանց կամ
պակաս զոհերի թվով, այսինքն այս տիկնոջ թորը կարող էր առնվազն ողջ լինել։ Բա մենակ դե տես ասում, բա մարդիկ կան ինչքան էլ նայեք, այս կնոջ մասին չի իհարկե խոսքը, ընդհանրական ասենք, բայց մարդիկ կան գուցե ուրիշ կերպ են մտածում, էլի, տեսակ նյութական աշխարհը ասենք հաշվի առնելով որ զինվորի մահվան դեպքում զոհվելու դեպքում դրամական աջակցություն են ստանում կարող է մտածել են այդ իրենց զավակը այդ իրենց թորը իրանց այդքանի օգուտ չէր տա որ սաղ լիներ դրա համար շնորհակալություն են հայտնել ես ուրիշ բացատրություն չունեմ կներեք հազար ներողություն ես ուրիշ բացատրություն քո ասացի մեջ կա ճշմարտություն չկար այդ արտահայտությունը հաշվեմ երեխես խոպանա գնացել Հա, անհետ կորածի ծնողը, որ ասում էր գումար որ ստանում, հաշվեմ երեխես խոպանա գնացել։ Ժողովուրդ մենք լսել ենք դա սեփական ական ժամանակ։ Դե գիտես կարող է վշտից բան ինքը իրենց փոփելու համար նման միտք հայտնի, բայց թե ինչով է, եթե տղես զոհվել է, ասում է տղես զոհվել էր, այն մեկն էլ ամուսինը զոհվել էր, բայց բանը բազմանում ենք, ծլում ենք սենց բան ու ես հետաքրքրվեցի Գյումրիից բան է Շիրակի մարզից էր այդ կինը, հետաքրքրվեցի, այդ կինն էլ Մոլդովայի քաղաքացի էր, ինչ որ ընտրողը չէր ու ինձ ինչ ուշադրությունս գրավեց Փաշինյանը ինքը ասես թողեք մոտենա, բայց ինքը ինչ գիտեր, ինչ հարցով է մոտենում կամ բան, դրա համար նկատի կասկածներ ունեմ։ Հա, դե եթե կեղծ Աբաջանի բանի պապիկը եղել է, ասենք կեղծ պապիկը եղել է, մեկին էլ տատիկ կար, պապիկ կար կեղծ, ուրեմն ինչու ոչ կարող է լինել քարոզարշավը, կարող է լինել նաև կեղծ զոհվածի ծնող։ Բայց абսուրդ մի իրավիճակ էլ կա, այս քարոզարշավին պարզվել է, որ ծնողը երկար ժամանակ դի են տվել անգամ, հուղարկավորել է իր երեխուն, հետո հանկարծ տեսել է գերիների կադրերում։ Հա, ճիշտ է, ասես տեսանյութը կա, ես ձեզ ցույց կտամ, ապշեցնող եմ, որ պատերազմից այսքան տարի անց հələ մարդիկ դրա միջով անցնում են, էլի։ Տղես զոհվել, ինձ դի են տվել, այս փաստորեն բանից պարզում է ոչ թե իմ երեխեն զոհված է, իմ երեխեն գերության մեջ է, միջև հիմա Արտակ Զելյանյանի 21 թվից Դուք այն օրվա մեր հանդիպմանը եղել եք։ Չէ, այս է տղեն, այս իմ տղեն է, աշխարհել քանդվի, երկիրել քանդվի, այդ իմ տղեն է։ Վիդեոյի լինքը տվեք էլի։ Ունենք բան սա, գիտեք ես Ունեմ շատ վիդեոներ ունեմ։ Իրա մասին, իրա դեպքի մասին։ Հնչականուն հաղորդում տվել եք։ Այո, 22 թվին, բայց մերժված է եկե պատասխանը։ Անազգանն է։ Ելինյան Արամ, Ելինյան Վարդան։ Որդին Արամն է։ Ելինյան Արամ։ Պրոստը մեր ազգանունը շատ մարդիկ ճիշտ չեն կարում գրեն, էլի, ասենք Եղազարյան բանը։ Ելինյան։ Կհիշենք հնչականի խոսեք, եթե հնարավոր է իրան հետ, այսինքն չնայինք հետո ինձ կասեք։ Հենց այդ է հետաքրքիր, լավ, այս մարդուն ասում է դի են տվել, բայց իմ տղեն երության վիդեոների մեջ տեսել է իր տղուն։ Այսինքն ճիշտ են մարդիկ, դին են տվել այս որ ասում են ԴՆԹ-ն չի համընկնում, որ ասում են 3 ոտք են տալիս, 3 մահ։ Հա, ես հիշում եմ տենց ահասարսուր մի պատմություն Այրան էր պատմում Զորաբյան Ծնողներն էլ են պատմել։ Բայց абսուրդը այն է, որ պատերազմից 6 տարի անց դու դեռ չունես քո հստակ պատկերը, թե քանի գերի ունես, ովքեր են։ Ու չգիտես, որ հերոսի դին ես տվել, ուրիշի անվան տակ, ասենք այդ մասունքը հետո, ու ասենք որ ծնողն է դեռ փնտրում իր որդու մասունքները, որ կարողանա գերեզման ունենա գնա սքա։ Ժողովուրդ, ես հիմա կարողա շատ դաժան բան ասեմ, բայց ինչով պիտի այս մարդիկ վստահ լինեն, որ իրանք օրինակ չեն բերել ադրբեջանցու թաղը իրանց երեխու անվան տակ։ Դիա տվել են։ Մասունքա տվել են։ Չէ, բայց հաշվի առնելով լիքը անհետ կորածներ կան, որ որոնվում են, ինչ իմանաս նրանցից որ մեկի դին են տվել։ Ասենք այդ պահն էլ կա ու մարդը, ասենք անհետ կորածը շատ ողբալի պատմություն է։ Մարդիկ կան մայրերը էլի հատկապես ասում են գոնե տան, հասկանամ, ասենք չկա, լացեմ, գոնե մի քիչ բան կունենա, էլի, իսկ ասենց անverջ աշկը ճամփին է, աշկը դրանն է տան, ոնց որ չսփոփվող վերք է, էլի մի տեսակ շատ դաժան պատմություն։ Իհարկե, բայց շարունակելով թեման, էլ ինչ ունեին կարելի ասել։ Մեր վարչապետին ինչ-որ ձոներ, սիրերկեր, հա։ Օ, ճիշտ է, անցնենք մի հատ, անցնենք համերգային մասը։ Թողարկումը շարունակենք։ Ես էլ եմ կարաոկեում սենց վատ երգում։ Սենց վատ։
Այստեղ հարցը երկել է։ Բայց խիք բայց ուզում եմ հասկանամ, Կաքավիկներ Փաշինյան, թե Սիրունիկը։ Երկուսը մեկում կարող Ասենք վարչապետի առաջ Սիրունի։ Լավ ինչ այդ երկի ինտրուդիոնը ինչով էր պայմանավորված։ Բայց որ օրինակ ինչ պետք է երկեր, որ դու տենց բան չասեի։ Ելի դաշնակ դրո։ Չէ, բանը ամպիտանից ջուր է գալի։ Ուտելու մասին չես ով երկեր։ Խորովածի երկը ո՞ր։ Չէ, իրանս դու ես։ Արի գուդուրբան։ Լավ, մեկը երգա նվիրում էր, մեկը բողոքում անդ, որ մեր երեխեքի մեջ է բողոք ասունանում, արդեն այդ լսենք, ասենք։ Ճամեն ինչի խաղում է։ Ո՞քի բանի դասել է չի եղեք, սանը բարվաչապ։ Էջը կերպյան։ Բարվաչապ։ Մրկի տեսականի։ Ամեն ինչ խափում եք, ինչ ասել եք չի եղել։ Այո։ Երեխեն։ Հա, Հիմա կասի տղա ջան, դու ինձ ծնողների տունը ցույց տուր դրա, բայց ինչ երեք խոսում տունը։ Եղբայր ջան։ Հեսա պապայի հետևից կգալ, հա։ Պապայի տասնակները ուղարկել էին։ կբերեք հատիկ առ հատիկ։ Լավ, ժողովրդի սեփականությունը կդա։ մի երեխա էլ պապայի երկի տակ ասում է Փաշինյանը ինչ։ Ճիշտ ասեց, ինչ կլինի հորս լայվ կմտնեք պապայիս երգով։ Ոնց կազմակերպենք։ Փաշինյան մի հատ հարց ունեմ։ Ասա եղբայր։ Մտնում եք լավ, մի հատ պապայի երգով եք մտնեք։ Պապան ինչ է երգում։ Երգի չան։ Ինչ է երգում։ Մոր բան, երգում է, բայց չգիտեմ։ Ինչ է պապայի անունը։ Կարիկ Մարտիրոսյան։ Կարիկ Մարտիրոսյան։ Կարիկ Մարտիրոսյան։ Չէ, հայտնի հումորիստը չի, չխաղում ենք։ Կարիկ Մարտիրոսյան ընկերներից գիտեք։ Լավ, մենք նայել ենք ով է Կարիկ Մարտիրոսյանը։ Ես չէիների, եթե չներկայացնեի Կարիկ Մարտիրոսյանի, խնդրեմ։ Հա, բայց հաշվի առնելով, որ YouTube-ը երաժշտությունը կարող է բռնել, մենք 3 վայրկյան ենք կարողանալու լսել երաժշտություն, դրանից հետո նիմոյ կադրեր, այսպես ասած, համր կադրեր կդիտենք։ Այս տղեն է, այս տղու մասին է խոսքը։ Բայց դա չի արել Նիկոլ Փաշինյանը, միջև Քարոզարշավի վերջը։ Միջև հիմա չի արել, հա։ Լավ իքան, որ ճիշտ ինչքան բեջուրա երկա էլի դրելա, ոնց էլ են ես։ Մի հատ ձեր համար նորություն ունեմ։ Մի հատ։ Մի հատ։ Մի նորություն։ Այո։ Ասա։ System of a Down-ն է գալիս Հայաստան։ Yes! Այո, պատրաստվեք։ Մի հատ բան կա, Վազգենը որ դոնան։ Բայց չի գալիս։ Մի հատ բան կա, Վազգենը որ դոնան։ Բայց չի գալիս։ Բայց չի ես անեմ, այս անգամ չտանջվի։ Գալի տեղ չի հասնում, ոնց որ լավ լսենք ոնց է գալիս։ Այսինքն մի հատ մեծ խնդրանք ունեմ։ Ես գիտեմ, որ դուք Սերժ Թանկյանի հետ շատ մոտիկ եք ու System of a Down-ից, որ խնդրեմ կկանչեք իրանց Հայաստան համերգի։ Հուլիսին գալու են։ Լուրջ հրապարակում 2015 թվականին։ Հրապարակում անվճար չգիտեմ, բայց կարանք հանենք, որ համերգից հետո տեսնենք ամենամեծ երազանքսը։ Հիմա եթե կհասնի իրան, հույս ունենամ կապահովի։ Տեսեք, Թանկյանը պատասխանել էր, այստեղ ասում է, որ ով է ասում, որ մենք գալիս ենք, որովհետև լոգիստիկ խնդիրներ է պատճառ։ Ասում այն է գալիս է։ Չէ, ասում է որոշել ենք, որ հուլիսին պիտի լինի, բայց լոգիստիկ խնդիրների պատճառով համերգը հետաձգվել է, չի լինի։ Հետո Ժաննա Անդրեասյանն էլ էր գրել, որ լոգիստիկ խնդիրներ, բայց այդտեղ ինչ որ հավատաց չի գալի, որ լոգիստիկ խնդիրներն է հարցը։ Այնով պիտի գար հիշում ես, որ փողերը բեցվեցին, չեկավ։ Բանը, ով էր անունը։ Snoop Dogg-ը 6 միլիոն, 6 միլիոն։ Հա, բայց լոպես է եկավ, լավ։ Լոպես է եկավ։ Էլի բաներ։ Հետո տարավ մեր կուժերից մեկը Թանկյանը։ Էլի բաներ։ Չէ, մի խոսքով Թանկյանն ասել է, որ Փաշինյան ոնց որ ինֆորմացիա հինա, ես չեմ գալիս դեռ։ Բայց այս ամեն ինչին արձագանքել է։ Բայց ոչ միայն այս դեպքով էր, էլի, ասենք որ Կարսի այդ բանի, ինչ երկաթգծի հետ կապված էլ ինֆորմացիա, որ էլի սխալ էր, ինչ որ Արտակ Զաքարյանն խառնենք։ Դե Քարոզարշավ, ինչ կա սղսում է սրատակ գնում է, էլի։ Դե Կարսի երկաթգիծը կարա արդեն Ադրբեջան բեռներ տանի, բարձում է այդ երկաթգիծը կա ու պիտանի չի գործարկման, մի խոսքով չգիտեմ, ինչ հնարավոր ասում են, հետո եթե սրանց հետ կապված ասեք, ինչ կա տակը ասում են, հետո կասի, դե աշխարհը փլուզման տակ էր, որ ասել էր պատասխանին, որ աշխարհը փլուզվում էր երկրաշարժի ժամանակ մենք մեր տեղն էինք որոնում, բայց բան կա System of a Down-ի հետ կապված բանն է, Ռուբեն Մխիթարյանը շատ լավ խորհուրդ տվել, այ մարդ ասել է դա մեռած երկիշների անուն դուր գոնե չել են ասել, ինչ ասեն, իմ վրա հույս չդնել։ Բանը մի հատ հերախոսը փոխանցեք դրան թող նայի
Հիմա ոչինչ որ system of down-ը հիմա խապելեից չեն գալու հուլիսին։ Մյուս անգամ այդ խապել է, էլի մի քիչ կրեատիվ ու անսպասելիություն տուր, էլի, ասա որ հուլիսին գալու են երկեն Ֆրեդի Մերկուրին, Ջո Դասենը ու Կուրտ Կոբեյնը։ Հիմա չեկան, կասես անսպասելի մեռել են բազում։ Դու ասա։ Այ շատ լավ է։ Իրականում լավն էր։ Լավ, այս երկի Ինչ պատմությունը ունենք այս շաբաթ էլիս Քարոզարշավային։ Տես այս երկային պատմությունների մեջ մի քիչ բան ԱԺԲ-ն է փոխհավաքում։ ՀԱՊ-ի համար։ Ազգային ժողովրդական բևեռի հրասենյակի մոտ այստեղ մենք ակցիա ենք իրականացնում։ Ողորմություն Նիկոլի ընտանիքին վրա գրել է։ Ասենք ինչի վրա պիտի ծախսես փողը։ Համաժողովրդական դրամահավաք։ Ձեր կարծիքով ինչ կանի են գումար որ Ինչ են հավաքել։ բացատրում այս դրամահավաքը ինչ համար են։ Տես իրենց անդամներից մեկին 70-ամյա։ 70-ամյա աջակցին Տիգրան Դերմոյանին իբր նա ատելության խոսք է հնչեցրել։ Հա, ինտերնետ դատայի են տվել իրանց համագիներից մեկին։ Հիշում եք Ծիծեռնակաբերդում Անին էլ է բան արել Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի մոտ ճիշտ է հիշեցի։ Ծիծեռնակաբերդում որ Աննա Հակոբյանին երբ որ աղջկա արփի հետ գնացել է Բևեռից, այդ գործն է էլի։ Հա, այսինքն ինչա տուգանքա դրվել է։ Դրա համար էր Աննա Հակոբյանի նկարներ էին դրել, դրա համար փող էին հավաքում։ Մերսի բացատրության համար։ Նիկոլ Դավաճան ասելու համար, հա ինչ որ տուգանք են սահմանել կլորի։ Չենք հասցնում հետևել։ Հա, այդ տուգանքից ելնելով ենթադրում եմ որ Փաշինյանը կոպեկին չէի հասցրել հետևել։ Դե Փաշինյանը մտածում են փողի կարիք ունի, հիմա հավաքում են տան էլի։ Բան չասեցի, մունած մի արի։ Կոպեկ հավաքած փողը ավելի հետաքրքիր է, լավ գաղափար էր։ Հիմա հաջորդը ինչ որ փոփոխություն չեք ուզում դուք հեղափոխությունից հետո։ Ժողով ասենք դու ժողովրդավարության բաստիոնում ես ապրում, ինչ փոփ, ասենք դու Պրոստը արդեն այնքան սովորական էր դարձել դրա համար ասի կարող նոր փոփոխություն արես վերջինին տեղյակ չեմ։ Հա, բա արդեն մենակ ձեռը չի ջարդվում Վահագ ջան որ ձեռը կարաս գցես Անահիտ Ավանեսյանի վզին չի ջարդվում։ Ինչ իմանամ։ Նախարարից գրկեմ, այս է մեր նոր Հայաստանը, կարաս նախարարին գրկես, որ ձեռդ չջարդեն։ Ժողովուրդ ջան, ինձ էլ որ մոտիկանում էիք ասում էիք, այսքան 4 միլիոնի ինչ-որ հարցեր անվճար եղել է, 2.5 միլիոնի հարցեր անվճար եղել է, գրեք մի հատ տակը, այդ իմ ասող հայրենակիցներ, գրեք թող բոլորն էլ իմանան, ովքեր որ չգիտեն։ Հուսով եմ, որ շարունակել։ Այս սրա համար է, այ նշանը ստացել ես, այո, առողջության ապահովագրության գովազդն է, էլի։ Սիրելի մնացածը պարզ է, այստեղ էականը ձեռը չջարդելու ոչ միայն ձեռը չջարդեն, չեն սպանի։ Ոնց որ նախկինում երբ մի քանի հոգու նախարարին գրկելու համար սպանում։ Այն լրիվ շնչահեղձի պատմությունն էր։ Այդ նույն, հա, ուրիշ տղաերն է ասել։ Էնի բաններ են աշխարհարչակ դերասաններ։ Միրոպ Ալեքսանդր Բաբասյան։ Այն որ ասել էր ազիվ ազատ շնչում ենք։ Նախկինի ժամանակ չէին կարացել շնչեն, բայց դու հիշում ես ինչ որ նախարարի որ գրկեն ու կամ ձեռը գցեն։ Նախկինի ժամանակ այդ եմ ասում, էլի մեկին գրկել են, տենց ձեռը ջարդել են, մեռել է, եղել է, ես մի հատ զուգարանի պատմություն կա, որ բոլոր հնարավոր տարբերակների դեպքում դնում են այդ զուգարանի պատմությունը, էլի։ Լավ, ինչ շարունակվել են այս շաբաթ էլի ամեն դեպքում քարոզարշավի ընթացքում սպառնալիքներ, միմյանց հասցեին վիրավորանքներ, հերակաբանավեճեր, ով չի եղել սպառնալիքներ, բայց հերթով գնանք, օրինակ Սամվել Կարապետյանը արձագանքել է Փաշինյանին, այո, Կալուգացի Սամո այդ ձևակերպմանը, հա, որ անդադ ասма Կալուգացի Սամոը տեսնենք ինչ ասել։ Դե ինձ իմ ընկերներն էլ հիմա բոլորն էլ ժամանակին ասել են, որ ապրել եմ Կալուգայում, ասել են Կալուգացի Սամո, չեն ասել Չմո Նիկոլ, ասել են Կալուգացի Սամո։ Սրա համար դատի չի տվել հələ Փաշինյանը։ Չէ, բայց Ռուբինյանն էր, ես տեսա, որ արձագանքել էր այս հատվածին, ասել էր, դե որ տարօրինակ կլիներ, որ Սամվել Կարապետյանին ասեին Չմո Նիկոլ։ Յանի տենց էր պատասխանել։ Մի քիչ հումորը բան չի։ Բայց այս շաբաթ իր ծածկանուն էր մեկնաբանել Գագիկ Ծառուկյանը։ Այդ թե որ ասում են դոդենց գագոն, դա ինչ ասենք, թե իմ տոմը ես ասեմ ցեղի մեջ մեծ ամաները, որ կոչվում են դոդի ամաներ, դրանով են ճաշել։ Ճանաչել համար այս երիտասարդովա դոդենց գագոնա, դոդի գագոնը։ Ինչ կա դրա մեջ, որ մարդիկ իրենք իմանալով ինչ որ քայլ են կատարում։ Ահա։
Դոդենց չէ, էլի, բայց այդտեղ ասենք, որ բառը դոդի է հենց կոչվում։ Այդ մեծ ամանի մասին մենք որոնել ենք, նախ ասենք, հաղորդումից առաջ մեզ էլ հետաքրքրեց, որոնեցի բացատրական բառարաններում, տեսա, որ դոդի բառը նշանակում է կավե մեծ աման։ Դրանով ճաշել են ու դրա համար ասել են դոդի գագոն։ Հենց որ եթե մինչև այդ ուրիշ բան էիք մտածում այդ դոդի ասելով, իմացեք բառի բացատրությունը ոնց է։ Բայց բանը Ծառուկյանի կինը շատ մեղք կլիներ, եթե խոհարար չունենային, ինչքան ճաշ պիտի է բերելի։ Այդ մեծ ամաններով։ Խաշի ամանով, այսինքն ճիշտ է, այն խաշի մեծ ամանները։ Տեսեց մեծ կան, չէ՞ կավի։ Այդ ամանների մասին է խոսքը, գոյսքան չի։ Տուշտով են ածկերը։ Եթե դուք չեք ուզում հայտնել եք առյուծների վանդակում, փակեք թեման։ Գործեք, մի հատ ճիշտ եք։ Արյուս ջա, չես հավատա, բայց եկել եմ մոտդ ներողություն խնդրեմ։ Դու որի մոտ ես ուզում։ Պարոն Ծառուկյան, խնայեք իրան առյուծների։ Փաշինյանին ասելա մի բզբզի այդ թեմայով Ծառուկյանը։ Լսեք։ Գործարծուձը շատ հպարտ, հանգիստ, իր համար վայելում է իր հանգիստը, նա երբեք մարդ մինչև չբզբզի, ոչ մի բան իր տեղը հանգիստ, պարկեշ նստած է, եւ որը թե մեկին վնաս չի ներկայացնում։ Ծանրակշիռ Սա հիմնական, որ միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում, մինչև չբզբզես, ծանրակշիռ սա հիմնական, որ միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում։ Շատ հանգիստ, գեղեցիկ, իր վայելքն է վայելում ենք։ Իր վայելքն է վայելում։ Բայց Ծառուկյանի այս արյուծների պատմությանը արձագանքել էր արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը, կարծում այդ պետքա նայել։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Ասելա հետը որց կլինի, հա։ Հա, այդ կիսատ էր այս տեսանյութը։ Խիես տենց։ Հա, բայց այդ էր դրա շարունակությունը, այդ միտքներ ընդամենը, այդ մեծ հաշվով չի, բայց խոստանում եմ հետը որց կլինի, հա։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի Դի շար եք Բաց գերեսի չէր ուզում։ Ուզում էի ինձ որց առյուծի մոտ հայտնվեի։ Բայց նայի, ոնց հասկացանք, այս շաբաթ երկու բաներ վտանգված, Վահեի Սարի գլխի գարաժը։ Երկու Հայկանի գարաժը, Սարի գլխին է Ծառուկյանի տունը։ Իդեպ ես գնացի ես ընթացքում Գուրոյանես տուն։ Չես տեսել։ Չէ։ Ամար դետևի տրիբյուն եմ։ Գնացի Գուրոյանես չեմ տեսա հասցնում հետևել։ ոստիկանները ժապավեններով դեղին պատասպարել են։ Տեսար, հա զալի ինչ։ Ժողովրդի իշխանությունը չեն թողնում, ժողովրդին Քո ուզում մտնել փաստորեն։ բայց չկարողացա տենց են, չկարողացա։ Իդեպ տունը սենց այդ ֆասադային մասը քանդրտած, ինչ որ քարեր։ Այդ էր ասում Փաշինյանը, որ այսօր ասել էր, չէ՞, որ իբր քարերը տարել են, այդ եւ այլն, որին արձագանքել էր փաստաբանը, ասել էր նման բան չկա, այսինքն այդ հատվածները, որ քարեր ասում են, Այսօր շուտ տեսածն եմ, մի քիչ մոտիկացնենք, այսինքն նենց այսօրվա քարոզարշավը Դիլիջանում էր, այսօր ուրբաթ ենք մենք այս շաբաթ նկարում, այսինքն ուրբաթ օրվա քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ տան իբր պատերը ոսկուց են եղել, քարերը ինչ որ տենց քանդե տարել են, ինչին արձագանքել էր Գոլոյանի փաստաբանը, ասելով որ նման բան չկա, այսինքն ոչ մի քար չի քանդվել եւ այլն։ Ոչ հանրության ասեմ, երբ որ աշկը ինչ տեսնում է, էլի, աշկի տեսողության հատվածով նայել եմ, այդ շենքի ես որ իմանայի ավելի կրուպնիով էսպես ասած կնկարեի մանրակրկիտ, ինչ հնարավոր էր, բայց շենքի այդ դիմային մասը քանդած էր։ Ոնց որ վրայի սալիկները հանած լինեին։ Բայց եթե կա տեսանյութ, նայեք, թող մարդիկ էլ տեսնեն, թե չկա։ Չէ, այստեղ չկա տեսանյութ։ Ես իմանայի կդնեի, բայց քանդած էին ու ոստիկաններ էին հսկում։ Մի 4-5 հոգի հսկում էին տարածքը։ Եվ ասեցին տարածքում կարող եք նկարահանում անել, բայց տուն մտնել չեք կարող։ Ժողովուրդ, այդ կարող ոսկեգույն ինչ որ էֆեկտ լինի։ Բան չասեցի, ես ասում ես մեջ բերեցի այդ հայտարարությունը։ Դե ով իմանա, ինչ իմանա, ամեն դեպքում Ծառուկյանի Սարի վրի տունը Փաշինյան ուզում է սարքի ծերերի խնամքի կենտրոն, Ծառուկյանն էլ ասում է տենց սարքողես, արի բանը կառավարական անհավարանոցը տուր, վիրավոր զինվորների խնամքի կենտրոն։ Խելամիտ առաջարկել։ Ասում։
91 թվականին Ծառուկյանի սարի վրի տունը վերցնելու եմ տամ ծերանոցը։ Եթե մեր հիմա կառավարական առանձնությունը վեգալեն, տամ մեր վիրավոր զինվորների վերակենդրոն սարքենք։ Ծառուկն էլ սա գույքի իր կողմից կտա։ Գույքը? Գույքը տա, նվեր կտա։ Ես այս տեսանյութերը որ նայում եմ ավելի շատ աշկը Ծառուկյանի սպարտիվ կեքի նայեմ, որ սպարտիվ կա, բայց այս թևի մասը մանժետով։ Կորտկայի այն սպարտիվ կա։ Սպարտիվնի բանա, ոչ է, բայց սպարտիվնի։ զգացել եք այն վերնաշապիկներ էլ չի հագնում։ Ինչի՞։ Այն հայն որ միանման, բայց մի քիչ տարբեր երանգներով մասին է խոսքը։ Բանով միանում։ Կոլեկցիան ավարտվել է, այդ բլոկը փրծել է, անցել է ուրիշ բլոկի։ Ինչ ունենք երես այս Սպարտիվ ինչ հաշվարկը, հաշվարկը։ Հա, Ծառուկյանի մաթեմատիկան։ Այսօր բժշկուին ստանում 100,000 դրամ։ Հասարակ հաշվարկներ ասեմ, թող բժշկուին ստանա 500,000 դրամ։ Ամեն հիվանդանոցում թող աշխատի 100 բժիշկ։ 100-ը դա ասենք թե անում է 1 միլիոն դոլար եմ հաշվարկում։ Տարին անում է 12 միլիոն։ Թող 40 հիվանդանոց լինի անվճար։ Անում է 40 100 միլիոն է թող սարքավորում բերեն։ 100 միլիոն է դեղորակ բերեն, 100 միլիոն է չգիտեմ ինչ տան, 100 միլիոն արեց 450, արդեն ընդեղ դեր 250 միլիոն է ավելանում, բայց չեն կարողանում բուժվել, գումար չկա, ոչ մեկն էլ ոչ թողումա մոտիկանաց, ոչ գնաց։ 100 միլիոն արեց 400։ Ես փորձեցի դա, ոնց փորձեցի հաշվեմ, բայց ինչ որ ուրիշ թիվ է։ Ռիպիմ դեպքում հեռախոսը կախեց, ակերտ։ Չէ, ես փորձեցի ընթացքում ինչքան հնարավոր է։ Կարող է էսել մոնտաժած, որովհետեւ ես տեսա որ այն շաբաթ, հա, բան էին արել, ինչ էր անունը, իր հա, հանուն արդարության ասենք, այդ մարդը չի ասել թոշակներ, թե աշխատավար, թոշակները անվճար։ Տես բան չի ասել։ Այդ սարքում է Ծառուկյանի գլխին։ Հիմա բնօրինակը տեսնենք։ Բայց այս հաշվարկը մոնտաժած է։ Ինչ իմանամ։ Իրոք sense մաթեմատիկ է։ Այսօր պետք է առողջապահությունը լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար, թոշակները պետք է լինի այն ամենացածը, որ իրենք են հաշվարկել։ 78,000 դրամ, իրենց տվածը 49 է, 59 թող լինի, բայց էլ իրենց հաշվարկով չի բավարարում։ Չէ, նա իրանք տարածել էին կադր էին վրան դրել։ Հա, այնտեղ գրել էին անվճար։ Թոշակը լինի անվճար, ուզում էին ցույց տային, որ այդ մարդը տենց բան է ասել, բայց իրականում շարմի արեք մարդու վրա։ Իհարկե։ Համապատասխան կհայտնվեք ձեր համապատասխան առիթի բազմանդակում։ Որ շատ փող ես ունենում, էլ չես կամ հաշվես։ Գիտեմ, մի այդքան չեմ կնեցել որ հաշվենք։ Ծառուկյանի ամեն դեպքում ես կարող եմ հաշվել, ուրեմն շատ չի իմը։ Այ դետակտիվ է։ Մատեմի դասատուին եմ մտնում։ Եվ մեր այս ինչքան հասկացանք վերջին տեսանյութը պիտի նայենք, ահա, ես չգիտեմ, դրան ինչ անուն տանք, այդ Արամ Զավենի Սարգսյանը Գիտեմ գիտար։ Դե որովհետև չգիտեմ, ես սրան լուրջ ասեմ, ինչ-որ ծիծաղով ասեմ այս թեմային, ասում եմ պիտի Զավենիչը։ Հա, հոգեհացի օրենք հանեն, որ այսինքն արկելվի էլ այդ հոգեհացի արկելքի մասին օրենք պիտի ունենանք։ Մենք օրենքի նախագծենք անելու նաև այդ հոգեհացի գերեզմանների եւ այլնի հետ կապված։ Մեր ժողովուրդը մրցակցության մեջ է այդ ամեն ինչի մեջ, չկա ընտանիք, որ այդ խնդրի հետ շփված չլինի ու մարդը իր վիշտը դառը թողած հոգեհացի խնդիր է լուծում, հետո գերեզմանինը կողքի գերեզմանից փուջուր չլինի, բերեմ ավել ծախսանեմ, որ չասեն ամոթե, այս ամեն ինչը պիտի օրենքով կարգավորվի ու այս խնդիրները պիտի լուծվի ժողովուրդ ջան։ Ասում եմ, որ քելեղ պետք է չլինի։ Էկոնոմիա է առաջարկում անել քելեղի հաշվին, բայց այտենց այնա տեսնեց, ասեք ծնունդ է պետք է չլինի, հարսանիք է պետք է չլինի, նշաններ է պետք է չլինի։ Ոչ մի չէ, գիտես ինչ է, այդ այն որ հասարակական բան է։ Հա, եկեք օրենքով թող արկելի։ Որտեղ մարդը մեռնում բան է, էլի ծախսա։ Գերեզմանաքարն էլ է ծախսա, այսինքն ինչ իմաստ ունի տենց քար բռնել դնել։ Դե իրականում կա տենց խնդիր, ասենք մեր գերեզմանատներ որ գնում ես, հասկանում ես գնամերի արիսիր են։ Շքեղագույն դամբարաններ, բայց օրենքի մասաժի աթոռը դնեն նստեն այ։ Դե ասեմ ես կարծում եմ, որ եթե կա մարդիկ, որոնք որոշակի առումով տեղ մրցակցության մեջ են, բայց հաստատ հայ հանրությունը մեծամասնությունը հաստատ այդ առումով հաստատ մրցակցության մեջ չի եւ այլն։ Չէ, առումով չէ, բայց երեխեք, այն որ կան, այն որ ասում է բաներ
խաշլամեն 5 տեղով էր դրած բան, էլի այդ հաշվարկանողները կան բոլոր առիթների ժամանակ։ Հա, բայց դա չի նշանակում պիտի օրենք ունենաս, ասում դաժե մերելներ էր դրած։ Ասում նրես ճոխ տաղում էր, մերելը 2 տեղով էր դրած։ Մեկին գիտեմ, ասում այնքան մեծ շրջապատ ունեմ, որ ես մերելեն պետք է երևի 2 տեղից դնեմ, որ արդի Միջև դուք կմեռնեք ու մենք այդ հարցերը կքննարկենք ստեղ, առաջարկում եմ կգամ քո թաղմանը Քեզին դու պիտի ապրես։ Աչքի տայրեմ ես 100 տարի եւ ավել ապրելու եմ։ Ապրի։ Իհարկե ագրավ չենք, բայց այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, դեռ քարոզարշավը շարունակվելու է, մի ուր շաբաթ էլ արդեն ընտրությունները, հակին բաներ։ Շատ խառը շաբաթ է սպասվում, ընտրություններ են, մի քիչ մեր մոտ, եթե անկեղծ հարց առաջանում, թե ոնց պիտի հասցնենք նկարահանումներ անենք, ընդ որում հենց ընտրության օրը պիտի դա ցուցադրվի, տեխնիկական նաև որոշակի խնդիրներ կան, մեր ֆիզիկական հասցնելու խնդիրները կան, այնպես որ եթե մարդ ես, նայեք ասում եմ, նախապես զգուշացնում եմ, եթե ինչ որ Կիրակի օրը չլինի եթերը ուրիշ օր փոխվի, նախ ձեզ տեղյակ կպահենք, այսինքն հունիսի 7-ին եթե չստացվի հաղորդումը եթեր հեռարձակել հաշվի առնելով որ թեմաները ուրիշ են, այո, բացառապես կախված է փայլակի ավտոտնակները գտել են։ Ես չունեմ ավտոտնակ, վահեիններ, լավ եղեք։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Այո։ Այս շաբաթվա մասին գիտես ինչ են ասում։ Ավտո խախի գարաժն ես կանգնես։ Լսեք մի հատ։ Լսեք մի հատ։ Այս շաբաթվա մասին եկողի գիտես ինչ են ասում։ Ասում են պետք է այնքան ես ծանրաբեռնված, որ պետք է մասնակցես մենակ սեփական թաղմանը։